Բարի ողջույն, հայ ժողովուրդ, հրաշալի տոնը մեր հայ ժողովրդի քրիստոնեության, Հիսուս հարավի մեռելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի, ու թող շնորհավոր լինի վարակույները բացվեց, զատվեց, ինչքան տա Աստված, Հիսուս ջան, խնդրում եմ, շատ եմ խնդրում, թող քո սուրբ թափած անունը մաքրի մեր ժողովրդի, ինչքան չարություն, նենգություն, երկերես, ինչքան վատ բան կա, բայց ամեն առաջինը շատ եմ խնդրում եմ բոլոր սրբերին ու մարգարեներին, որ մեր մարդկանց խաղամոլությունը վերջացնի, ուժ հավաքեն այդ տղաները, նաև կանայք չգնան խաղամոլության, որտեղ ընտանիքներ ա կործանվում դրանից, թմրամոլություն, խաղամոլություն և խմիչքը, այդ բառն ասեմ, ալկաշություն, ընտանիքա քանդվում, դուք տեսեք տղամարդիկ ոնց են պակասում հայոց աշխարհից, 20 թվականից սկսած, ոնց են մեր տղամարդիկ պակասում, այնպես որ այդ վատ սովորույթները թողեք, այդ վարակույրը որ բացվել է, սուտ խաչեր մի կախեք, սուտ մի խաչակնքեք, սուտ պատեր մի պատչեք, դուք կարող եք որ եկեղեցի չգնաք, բայց ձեր այդ հավատքը, ձեր այդ ուժը ձեր մեջ ունենաք, երկինք նայեք, ձեռքերդ պարզեք ու խնդրեք Տիրոջը, որ ձեզ ուղղություն տա, օգնի ձեզ, որտեղ դուք դառել եք անկարող, թող բոլոր օջախներում սատիկը շնորհավոր լինեն, ձուն որ ներկվեց, բայց հողիկը ճեպովն է ավելի ճիշտ է համարվում, ու զատիկ են բլոճի մժղ հետ բացարձակ կապ չունի, որ ճիշտ է տոն է համարվում, դրա համար մարդիկ տարբեր գույներով ներկում են, գեղեցկացնում են, այդպես են իրան գտնում, այդ սոխիկը ճեպն է, որ իրոք արյան գույն ունի, և բրինձն էլ ժողովուրդն է, նույն էլ չամիչը, էլի ժողովուրդ ու քաղցրություն, այնպես թող ամեն տարի մենք այս բանը ասում ենք և Հիսուսի ծնունդին, և Հիսուսին հարությունին, որ այդ զատիկները, սա մեծ զատիկն է, որ մեր ժողովրդին օրհնում ենք, երաշնավորում ենք, ճրագալույս ենք բերում, ամեն ինչ անում ենք բոլորը եկեղեցական տոները, բայց նորից էլ այդ վատ բաները շարունակվում է, ով է դա մեղավոր, վերևից չի գալի, մենք ենք անում, մենք տվել ենք վատը, հիմա գալիս է, հերթով գալիս են գնում մարդկանց գլխին, պետք է բարյանանք, այսօր մի հրաշալի, ես մի տղայի հետ եմ ծանոթացել հրաշալի Արմանին, այսօր ես ուզեցա բերել ձեզ հետ ծանոթացնել իրեն, իրոք լավ տղա է, ազնիվ տղա է, և տարոլոգ է և մագիայով է զբաղվում, ես այդքան ասել եմ, որ այդքան չեմ ընդունում, բայց չի նշանակում, որ ես մոգություն չեմ ընդունում, ամբողջ աշխարհը մագիա է, ես չեմ կարող չընդունել, որտեղ դա աշխարհի սկզբից է, մոգություն նշանակում է կախարդություն, ուղղակի կա սև, կա սպիտակ, հիմա նայած ով որը կանի, ու ես ուզում եմ, որ դուք ծանոթանաք, Արմանը ներկայացնի, ճիշտ է, ես բավականին ուսումնասիրել եմ մագիա, բայց մոգ չեմ, որտեղ դա իմ աշխատանքը չի ու ես չեմ էլ կարող, ամեն մարդ իր գործով պետք է զբաղվի ու պետք չի, որ ես ձեռքս ամեն տեղ գցեմ, մինչև ինձ ռեկլամ անեմ ու փող աշխատեմ, որտեղ իրոք մագիան փող է բերում, դրա համար հիմա շատացել է, ու վհուկներն են շատացել, Արման ջան, վհուկները շատացել են, որը ճիշտ բան չի ու փիս կախարդություններով են իրանք զբաղվում, Մոնվառելն էլ է կախարդություն, հիմա կասեն տես եկեղեցական տոն, Հիսուս, Արյուն, շնորհավորում եք սուրբոր ու հանկարծ մոգություն, այդ միշտ կա, աստրոլոգիան էլ է, աստրոլոգիայի մեջ բազում տեխնոլորակներով ասվում է, որ հավատքն է պետք, օրինակ ձկան նշանը, որ ձկան դարաշրջան էր վերջացել, արդեն հիմա ջրհոսնենք, ինքը ամբողջ քրիստոնեությունն է, հավատքն է, հոգևոր դաշտն է, հիմա էլ եթե մի փոքրիկ բրակ նստեմ աստրոլոգիայից, հիմա ես քահանաների միջև ես պարակտում նորից էլի սկսվելու է, մի որոշ ժամանակ դադար տրվեց, քանի լուսնային հանգույց կա, քանի ձկան մեջը դեռ կշարունակվի, ու ավելի բունտեր կլինի, ավելի կբարձրանա, ու ես կասեմ, ուր է ձեր առաջի քրիստոնյա երկիր։ Այո, ապրեք։
ուրա որ հիմա իրանք նորից կսկսեն պաս եղավ, հետո պասը մի բան էլ ես կարդացի անցյալ օրը ու առաջել է համաձայն, բայց ես քահանային հարց եմ տալի, ինքը ինձ չի կարողացել, քահանաներին չի կարողացել ինձ իմ հարցը բավարարի, որ այդ որտեղ է գրած, որ պասի ժամանակ մսեղեն չպետք է ուտեն։ Չկա տենց բան գրած, որ մսեղեն, որ կենթանականից ոչինչ չուտեն։ Դե համարվում է, որ միսը մեռած էներգիա է, ու գոնե այդ 40 օր շարունակ պետք է միշտ չօգտագործել, որ օրգանիզմը մաքրվի, վերածնվի։ Մարդ գարուն մտնելուց զարթնի մի հատ։ Այդտենց մտցրել են մեր գլուխները։ Դիետա է դա նշանակում, օրգանիզմը մաքրի, որ մաքրվի, հա։ Միտքդ մաքրի, հոգիդ մաքրի, շնորհալու մոտ կարդում ենք, որ դուր մեզ պայծառություն մտքի լուսավորը, այդ հերիք արդեն, ամեն ինչ էլ կարամ ուտեմ, ամեն ինչ էլ կարամ չուտեմ, միայն ջուր խմեմ, ծոմ պահեմ, բայց միտքս լինի կեղտոտ։ Նախանձեմ ու անիծեմ ու չարանամ։ Դե նախ եւ առաջ ճիշտ եք ասում, մտքի մաքրությունն է կարեւոր։ Եթե մարդու միտքը մաքուր եղավ, հոգին էլ մաքուր կլինի, մարմինն էլ մաքուր կլինի։ Արման ջան, ես ուզում եմ, որ դու ներկայացնես, թող մեր ժողովուրդը հասկանա հիմա դու որպես մասնակից, որտեղ դու ինքդ կասես, քանի տարեկանից ես արդեն այդ աշխատանքով զբաղվում եւ ինչքան գրականություն ես հայավարյասած տնտղել եմ Արմանին, որ իրան հրավիրել եմ, թե չէ այդպես շատ կան տարոլոգներ կան, իրենց մուգի տեղτερողներ կան, ես չեմ ընդունում, որտեղ ես տեսնում եմ իրենց շատ են ռեկլամ անում, իսկ ռեկլամանողներին ես չեմ ընդունում։ Ես կարամ սա անեմ, նա անեմ, մի մարդ այնքան բան է, հիմա արդեն աստղաբաննել իրան դրա էքստրասենսի տեղ, մուգի տեղ, տարոլոգի տեղ, պայծառատեսի տեղ, դու մի բան աստրոլոգիան բազմաթիվ ճյուղեր ունի։ Ինքը դարերի գիտություն է, մեր հայերն էլ են ունեցել ու շատ լուրջ է, շատ լուրջ է։ Այնքան խորացված է, ամեն ինչը կա այդ եւ կրիմինալներին, եւ բժշկական, եւ քաղաքական, սինոպտիկների, երբ մանկական, կրքի սեքսի սիրո, այսախ միած սիրո ընտանեկանը համարում, ես ընտրել եմ հոգեբանությունը, որ ընտանիքին է վերաբերում, որ դա ինձ համար միշտ առաջնային է, հատկապես երեխաները։ Ու այնքան շատ է խորացված, որ այնքան հետաքրքիր ամենատար նոր բան է բացում։ Ես ոնց դա թողնեմ, անցնեմ նումերոլոգիային, ամբողջ աշխարհը թվեր է, գիտեմ։ Այդ Պյութագորեսից, որտեղ թվեր այնտեղ մոգություն։ Դա իմս չի, ես չեմ խորանում, ինձ որ ասում են հաշվարկ, ես չեմ հաշվում։ Որ հարց եմ տալի քանի տարեկան ես, տարի թիվը որ ասում է, ես դա միջև անգամ տարիքը չեմ հաշվում թվով, ասում դու ինքդ ասա, քանի տարեկան ես, որ տարեթիվը չհաշվեմ, ինչքան է, ուղիղ չեմ ծանրաբեռնում։ Դրա համար ես նման մարդկանց աշխատանքը չեմ կարող լուրջ ընդունել։ Լուրջ չեմ կարողանում ընդունել, դուրս է գալի քննադատություն, ես տեսնեմ արդյունք։ Եթե մոգը կներես իհարկե, հիմա ես կվերջացնեմ, եթե մոգը կարա գա եթեր կամ իր առանձին կայքունը բացի, որ աս ես էս եմ արել, սրան, էս արի, սրանն է, ես իրան չեմ հավատում։ Դա գաղտնիք է, չի կարելի ասել։ Ինչի պետք է աշխարհն իմանա, որ ես եկել եմ քո մոտ, ես ունեմ խնդիր, որ ինքը կարա բոլորին ասի, որտեղ պարծենում են, էս ինչն եկավ ինձ մոտ, չի կարելի ասել։ Չի կարելի ասել ով է եկել քեզ մոտ եւ ինչ խնդրով է եկել։ Կախարդները չպետք է Երևան, ընդհանրապես ոչ միտեղ կողքս կարող է նստած լինի շատ ուժեղ մոկ, բայց ես դա չիմանամ։ Իմանամ ինքը սովորական հացթուղ է։ Այսքան է։ Հիմա դու ներկայացրու Արման ջան, քո աշխատանքը, որ մարդիկ հասկանան իրական մոգությունը ինչ է։ Նախ ես զբաղվում եմ տարոլոգիայով ու մոգությամբ արդեն 5 տարի է, բայց մոգ չեմ։ Ես մոգի կոչման դեռ չեմ ասել, դրա համար պետքա տարիների աշխատանք։ Դա աստիճաններ է, որ ես պետքա դանդաղ բարձրանամ վերև։ Ամեն մարդ չի կարող զբաղվի մոգությամբ, որովհետև ինքը շատ լուրջ գիտություն է ու խորը ուսումնասիրություն է պահանջում։ Երկրորդ, հիմա տեսնում ենք համացանցում հայտնվել են մոգերի, էքստրասենսների, տարոլոգների, sense մի հատ մեծ բանակ, ու այդ ամեն ինչը գնում է դեպի երիտասարդացում։ Անկամ անչափահաս երեխեքն են փորձում ինչ-որ ռիտուալներ վերցնեն համացանցից ու իրականություն դարձնեն։ Չհասկանալով, որ կարող են այտենց վնասեն համ իրանց ընտանիքին։
Եթե դու պետքա մոգությամբ ինչ-որ մի նպատակ իրականություն դարձնես, առնվազն պետքա ունենաս 5-ից մինչև 10 տարվա փորձ, որովհետև պետքա հաշվարկես մոլորակային օրը, ժամը, մոլորակային դիրքը, անգամ շատ կարևորը թե ինչ թանակով ես դու գրում, մոմերով, համապատասխան օրերով, այդ ամեն ինչը հիմնված է հաշվարկի վրա հիմնականում։ Չես կարա ցանկացած օր վերցնես ու ինչ ուզես դու անես, դա բացառվում է ուղղակի։ Իրական մասնագետները ճիշտ եք ասում, իրանց չեն գովում ընդհանրապես, իրանք պետք է ապացուցեն գործով։ Հիմա շատ են ասում են մենք մոգ ենք, ես ենք, մենք Հայաստանում մոգեր ու հարակից տարածքներում մոգեր չունենք հիմա։ Իրական մոգեր եղել են շատ հին ժամանակներում։ Սովետական ժամանակներում էլ Հայաստանում կային մի քանիսը, բայց հիմա իրանք այլևս չկա։ Մոգերին կարած հաշվես մատերի վրա։ Շատ քիչ են իրանք ներկայում։ Եթե մի մարդ ներկայանում է, որ ես մոգ եմ, հասել եմ մոգի տիտղոսին, դա արդեն սուտ է։ Մտնում ենք, ինչպես կարանք տարբերենք շարլատաններին իրական մասնագետներից։ Օրինակ գնում են գուշակների մոտ, միանգամից ասում են, վրե թուղթ ու գիր կա, մահվան գիր են արել։ $3000 բեր կամ $5000 բեր, որ այդ գիրը քանդեմ, ու թվերը կարա գնալով ավելի բարձրանա։ Ուզում եմ ասեմ, սիրելի ժողովուրդ, որ մի հավատացեք այն մարդկանց, ովքեր ասում են, ձեր վրա մահվան գիր կա։ Հայաստանում հիմա չկա այնց մասնագետ, որ կարենա իրոք մահվան գիր անի։ Այն մասնագետները, որ մահվան գիր անում, թող իրական ջինող անի, եթե արվեց մահվան գիր, քո կյանքից 3 տարի դու պիտի տաս դրա համար։ Ես ինձ մարդիկ, որ դիմում են անհաջողությունների մեջ են։ Ամեն անհաջողություն չի կարելի վերագրել, որ վրա թուղթուկ են արել։ Երեխա չունենում, չի կարողանում ամուսնան աշխատանքը, շատ հարցեր, ինչի որ մարդկանց ուզում է, կանգնած է, սառած է, լճացում է, այնքան գրում են, մենք իրար հետ լավ ենք, հիմա վատացանք, կարող եմ մարդուս վրա մի բան են արել, ասեմ օրինակ ինչ կամ ով կամ ինչի, բա ինչի ենք մենք լավ ու հանկարծ վատացանք։ Նախ հասկաբանությամբ կա ժամանակահատվածներ, որ մոլորակների այնտեղ հարաբերությունից տալիս անեն շրջան, որ մի քիչ լարվածություն է տալիս, զույգեր պետք է մի քիչ հանգիստ թողնեն, անդադ կպած վիճակը հոգնածնում է միջև անգամ։ Ու երբեք թեկին թե տղամանդ իրեն հարց չի տալի, արդյոք ինքը իրան ճիշտ ապայել իր կողակցի հետ, որ լարվածություն է եղել։ Ինչի համար է տղամարդը կնոջը դավաճանում։ Ինչքան էլ մտածենք, որ սիրելով, եկեղեցով, երթումով, տերեմ, ամուսնանում են ու շատ կարճ ժամանակում իրար չեն հասկանում, կամ պետք է դավաճանեն, կամ պետք է բաժանվեն։ Որտեվ դա սեր չկա։ Սեր չկա, իրեն ճիշտ չի պահում աղջիկը։ Կինը պետք է լինի խոնարհ, չէ՞ որ այդ երթման մեջ այդ խոնարհության բառն էլ ասում, բայց իրանք դա չեն անում, փաստորեն իրենք Աստծուն խաբում են։ Քահանային չեն խաբում, քահանան գործիք է, իրանք տիրոջն են խաբում, չէ՞ որ սուրբ տեղ իրանք երթում են տալի վերև։ Մերոնը քսում է, խաշնել տողներին դնում է, գինին էլ խմում է, այն իմ արյունն է ու ինքը խաբում է։ Դրա համար իր մոտ ոչ երեխան նորմալ կլինի, եթե եղել խնդիրներով երեխեք են լինում, այդքան խնդիրներով երեխաներ են, էպիլեպսիկներ, դաուններ, հարց չեն տալի, ինչի համար այդպես, որովհետև թուղթուկիր են արել, ոչ, իրա պահվածքից է, ինքը տիրոջը խաբել է, ինքը ճիշտ չի իրան պահում։ Սերը ինչա նշանակում ընդհանրապես, նախ որ ասենք Աստված սերը, սերը այդ ոնց են մարդիկ իրար տեսնում ու սիրահարվում, դա անմիջապես հաճույքն է, հրապուրանքն է, անմիջապես դու հրապուրվում ես այդ մարդուն, տալիս է սիրահարվածություն, սրտի թպրտոց, բայց ոչ այն մեր սերն է, մեծ սերն է, իսկական սերը երջանկությունը դա ընտանիքն է, միակ սիրո երջանկությունը դա ընտանիքն է, ընտանիքում է, դու կարող ես սիրուհի ունենաս, բայց դա քո սերը չի, դա քո անհասնական հաճույքն է։ Ու ես տես քանի որ իմս ընտանեկան թեմայի դա էլ եմ ասում, զույգեր իրար հետ շատ անգամ շփվում են անասնականով, գիրքն է, զուտ գիրքն է, որտև չեն հասկանում սերն ինչ բան է, գիրքն է ու սեքսն է։ Դե հիմնվում են կրքի ու սեքսի վրա, դրա համար էլ վաղ թե ուշ էտի կորում է ու ընտանիքը բերում է փլզման, քանդվում է։ Բայց եթե իրական սերը լինի, այդ ընտանիքը կյանքում չի քանդվի, իրական սերը կգնա երկար տարիներով։ Այդ աստվածային սերն է, ասում եմ, իրական սերը, որ երջանիկ սեր ես համարում, դա ընտանիքն է։ Ընտանիքում պետք է լինի։
ու հարկավոր շամաներ էլ չկան, սա էլ ասեմ։ Չկա կատեգորիկ, մենք չունենք շաման։ Մեր ընդհանրապես Հայաստանը շամաներ չի ունեցել, Չի ունեցել ու չի ունենա հետագայում։ Հրեաներն ունեն շատ ուժեղ մոգություն, իրանք ունեն, իրանք անում են, սլավոնացիք ունեն, որ շատ ուժեղ է, կնչուները կա ու կա։ Մենք պետք է աղոթքի մեջ լինենք, սաղմոսներ անենք շատ, սաղմոսները մեզ շատ զորեղ է, ու մեր հայ ժողովրդին, քանի որ հայը համարվում է, սա թող չմեծամտանա, որտեղ մեր ժողովրդի վատը չզրուցելն է, մեծամտանալն է։ Հայը համարվում է երկրի աղը, իսկ սա իմաստություն է, եթե աղ չկա, ինչով կհամեմենք, այսինքն եթե իմաստություն չկա, ինչով պետք է մենք լցնենք այդ։ Այս կախարդությունները, մոգությունները, վհուկությունները, չարությունները հարուստ ընտանիքներում էլ են այդ բանը գնում տալիս անել, աղքատներն էլ, աղքատ չասենք, ոչ սոցիալապես ապահով ընտանիքի մարդիկ էլ են դա անում, ու ես ասում, պարապ են, քեզ դիմել են, որ դու ինչ-որ մեկի համար գիրանես, որ ինչ-որ մեկի մարդուն բերեն, մեկի կնգամ տանեն, կեսուրը մեռնի շուտ, ինձ էլ են տենց բաներ ասում։ Հիմա Հայաստանում ամենահարդի թեմաներից մեկը, ու դա մոդա է դարձել, ուրիշի տղամարդուն մոգությամբ քաշել, բերել, կոպիտ եմ ասում իրա վրա։ Մի բան ասեմ, այդ մագիան, որ դուք անում եք սիրային տղամարդու վրա, դա նախ երկար չի տևելու, ինք ունի ժամկետ, կարա լավ առնվազն, եթե լավ մասնագետ արե, տևի մինչև 5 տարի։ Բայց այդ 5 տարիների ընթացքում այդ տղամարդը կարա տուժի, ձեռք բերի հիվանդություններ, ավտովթարներ կարա լինի իր կյանքում, ու այն մարդը, որ պատվեր է տվել, կրկնակի հարված հետագայում վաղ թե ուշ գալու է իրան։ Բումերանգի օրենքը գործում այստեղ։ Միշտ է գործում, հետո այսպեսի մի բան, տեսեք տղամարդկանց մահերը ինչքան շատ են, պատերազմը թողնենք, կորոնան թողնենք։ Հիմա էլ այս վերջերս անցած տարվանից ինչքան մահեր եղավ։ Ես նայում եմ ու շատ իր նայում եմ, որտեղ չէ մեկը տենց բաներ այդ գործ ունեք, բայց այնտեղ կա անեծք։ Այդ ընտանիքում կա անեծք, այդ ընտանիքում կա թուղթ ու գիր, անում են այդ դրանք։ Եթե մի տղամարդու համար, տեսեք մի տղամարդ, կողքը կա մամա, կողքը կա կին, կամ կին ու սիրուհի։ Պայքար էս մի տղամարդու վրա, այդ տղամարդը այս աշխարհից գնում է շատ շուտ։ Այո, ապրեք։ Կռվախնձորն է։ Չի կարելի, որտեղ տղամարդու վրա շատ շուտ է ազդում, թույլ են տղամարդիկ, իրանք ոտկատեղի վերևն են, իրանք ներքևը չեն, կինը ամուր կանգնած գետնին ու կինն է իմաստուն համարվում։ Որևիցե տղամարդու միջև անգամ մաման իր տղայի համար գիր անի, գնա գիր տանել, որ իր բախտը բացվի ամուսնանա, այդ տղայի համար շատ վատ է լինում։ Այս վերջերս մեկը ինձ գրեց, ես անուններ չեմ էլ ասում իհարկե, որ դոշակի տակից լիքը օծի կաշի է գտել, այդ ինչ է։ Օծի կաշին օգտագործվում է մոգության մեջ, կարան օգտագործեն կիրք, գայթակղություն տալու համար, կարան օգտագործեն տվյալ ընտանիքի հարաբերությունները թունավորելու համար, անգամ հիվանդություններ տալու համար, վատ մթնոլորտ ստեղծելու համար, զույգերի մեջ կռիվ առաջացնելու համար, նայած թե ինչ նպատակով են արել։ Շատ է, ճյուղերը տարբեր։ Օծի կաշինը թալիսման էլ է, դրամապանակի մեջ քեզ փող կբերի, բայց նայած ինչով է արել, որ ես այդ օրինակը շատ եմ բերել։ Նայած ինչ բառեր են կարդացել վրան։ Ինչ են արել, ինչ գործողություն է կատարվել։ Նման հարցեր, որ տալիս են կարճ եմ միշտ կապում, այդ նույն լացետը բժիշկը կարա մարդ սպանի, կարա մարդ փրկի։ Նույնն էլ մոգությունն է տենց։ Դու ես որոշում ի բարի մարդկանց օգտագործես, թե ի վնաս մարդկանց օգտագործես։ Հետո վճարների համար էլ պետք է մենք ասենք։ Վճարներ, որ պետք է անպայման, չէ, թանգուի ժանի մասին չի խոսքը։ Չէ, մագիան պիտի հատուցվի բնականաբար։ Առանց դրա այս աշխարհում ամեն ինչի համար պիտի դու վճարես, մենակ մագիան չի։ Առանց վճարի ոչինչ չի լինում, ոնց որ գնաս խանութ անվճար հաց ուզես։ Եթե ես մտնում եմ դիմացինի ճակատագիրը, որը որ չի թույլատրվում, ես իմ աշխատանքով չեմ մտնում։ Իրբեր մտնում եմ, բայց չեմ մտնում, որտեղ բանալին տալիս եմ ձեռքը, ասում հենա դուռը, գնա բաց, էլ ես գործ չունեմ, ինքը կբացի, չի բացի, ոնց կմտնի, աչով թե ձախով, ես իրավունք չունեմ իրա ձեռքը բռնել։ Դուք արդեն ուղղություն եք տվել ինքն է արդեն։ Եթե մտա ուրեմն վատ է, եւ իրան վատ կլինի, պուլտ է, սեղմի, պուլտը դվաղը կկորի, կփչանա, այդ մարդը կընկնի։
Մարդը պետք է ընկնի բարձրանալ, նույնն էլ այդ էքստրասենսները, որ ֆշֆշներ են անում, մարդուն պետք է բժշկեն, ես դա էլ չեմ ընդունում, գիպնոզն էլ չեմ ընդունում, որովհետև այդ մարդուն տրված է ընկնել, հիվանդանալ, մատը փուշ մտել, ինքը պետք է վեր կանա դրա միջից, բայց ոչ թե ինչ որ մեկը ֆշֆշանի, որի մատը փուշը հանի։ Եթե այդ հիվանդությունը կամ փորձությունը վերևից է տրված, ի վերուստ մարդուն պետք չի միջամտել։ Ուրեմն ինքը պետք է անցնի այդ ճանապարհը։ Բայց եթե կապ չունի դրա հետ, կարելի է միջամտել, օգնել, որ մարդը գնա առաջ։ Հիմա ես հարց եմ տալի, որտեղ ինչ հարցեր որ ինձ տվել են հիմնական այարեթա որ հարցն է, որտեղ համատարած է գնում իմիջալոց, մարդը եթե հարբեցող է, նարկոման է եւ խաղացող է, մոգությամբ կարելի է դա մաքրել, օգնել։ Այո։ Հիմա ասեմ ինչպես, եթե մարդը հայտնվում է խաղամոլության ճանկերում, նախ ասեմ այդտեղ կան բեսեր։ Իրանք փոքր դասեակներ են, բավականին ասես չարաճճի, ասես բացատրեմ։ Իրանք կարան մարդուն տան գայթակղություն, կարան տան խմիչքի, սիգարետից կախվածության կարան գցեն մարդուն։ Երբ որ մարդը ընկնում է խաղամոլության ձեռք ու անդադ տարվում է, ընկնում է էմոցիաների մեջ, վատ ազգում, հայհոյում է, իրանք սկսում են սնվել այդ էներգետիկաներով։ Գրագետ մասնագետները կարան հատուկ ռիտուալի միջոցով մաքրեն սուշերին ու մարդուն օգնեն, որ ինքը դուրս գա կախվածության միջից։ Դու կարող ես օգնել այն մարդու, որ խաղամոլ է։ Այդ հարցում ես չեմ կարող։ Ես ասեցի դեռ պետքա աստիճաններ բարձրանամ, ես դեռ բարձրանալու շատ տեղ ունեմ։ Այդ հարցում չէ։ Եթե նոր է սկսել, հնարավոր է, բայց եթե տարիներ է, ես չեմ կարող միջամտել։ Եթե տարիների ինչքան էլ մոք լինի չի կարող։ Ինքը պետք է թողնի դա։ Պետք է այնքան կամքի ուժ ունենա, որ ինքը դուրս գա դրա միջից։ Բայց արդյոք կունենա ընտանիքը թողնում է մի որոշ ժամանակ իր փր գիտակցում է, որտեղ ձերքը փող չկա, բայց այդ մարդիկ վամպիրներ են փողի։ Ինքը ոչինչ չունի, գիտի որ վատ վիճակ է, բայց ինքը գնում է պարտքանում ու իրեն տալիս է։ Զարմանալի բան է, գիտեմ որ ինքը խաղացող է, այն օծի լեզուն որ ասում է, օծի լեզուն թափում է, իրեն փող են տալի, ինքը չի կարող այդ պարտքը փակի։ Մի բան ասեմ կներեք, եթե մարդը 3 տարի է դրա մեջ, մինչև 3 տարի կարամ օգնեմ, դրանից այն կողմ չեմ կարող օգնել։ Այդ այդ թմրամոլությունը։ Չէ, դա вообще չեմ կարող դրա դեմ առնեմ։ Եթե էլի նոր է, հնարավոր է, եթե տարիներ է, չես կարող։ Հնարավոր չի փոխել։ Մոգությամբ չեմ կարող։ Դա թե նայրան մեջ անցած է, ամենից առաջին մարդը ինքը պետք է գիտակցի ու հասկանա, որ ոչ նույնն էլ խմելը, խմիչքը ու միայն կլինիկա, որ արյունը լվանա բժշկության միջոցով մաքրել։ Մի բան էլ ասեմ կներեք, եթե մոգը ունի օրինակ 20 տարվա փորձ պրակտիկա, իրոք մասնագետ է, շարլատան չի, ինքը կարող անգամ տարիների այդ խաղամոլին օգնի։ Եթե իրոք շատ ուժեղ է, ունի տարիների փորձ։ Հիմա մեկ ուրիշ հարց։ Ինչպես տարբերեն գրագետին, անգրագետի, շարլատանին ու նույնն էլ աստղաբանի կարամ ասեմ։ Հիմա այնքան շատ են աստղաբանները տարածված, լիքը։ Հիմա գիտեք ոնց է։ Մի երկու ամիս գիրք են կարդում, ուսումնասիրում են, դառնում են աստղաբան կամ տարոլոգ կամ մոգ, բայց չգիտեմ որ դա պետք է երկար տարիներ ուսումնասիրես։ Դու չես կարող մի տարում էլ դառնաս ոչ մոգ, ոչ էլ աստղաբան։ Տարիների աշխատանք է պետք դրա համար։ 4 տարվա ինստիտուտ գոյություն է աստղաբանության։ Կուրսեր են գնում, օնլայն աշխատում են աստղաբանելու։ Աստղաբանը դա առաջին ամենից առաջին ունենա շատ մեծ համբերատարություն։ Որ դիմացին է լավ լսելով։ Ունենա երևակայություն, ֆանտազիա։ Որտեղ աստղաբանության հիմնական գաղափարը ասում առաջին հերթին ճանաչիր ինքդ քեզ։ Այս է աստղաբանության հիմքը։ Ես քեզ ճանաչացնեմ քեզ, ու եթե դու կարողացար քեզ փոխել ես ամբողջ աշխարհը։ Ճիշտ է, ամենից կատարվում է մոլորակների արևի ու լուսնի ներքո, բայց ամենից ուժեղ մարդն է իր կամքով եւ իմաստությամբ։ Սա է աստղաբանության հիմնական ուսմունքը, ոչ թե ես նայեմ, ասեմ, քո անհաջողությունները թուղթ ու գրից է։ Բտարը քեզ գիրը արել, ֆտարը մաքրելա, կբերես այսքան փող, ես քեզ այսքան բան կանեմ։ Այս շատ եղել է, որ գնացել ենք ու շատ մարդը բերանը բացում է, ես զգում եմ, որ առաջի մարդը չեմ ես իր համար, ինքը դիմել է նայողներին ու հարցը չէ, ես ոչ մեկի մոտ չեմ գնում, ես տենց բաները չեմ հավատում, բայց ինքը խափում է։ Ամենաշատ այդ մարդիկ են գնում։ Հա։ Ովքեր չեն հավատում, չեն գնում։ Տղամարդիկ ավելի են հավատում, քան կանայք։ Համաձայն եմ։
Բայց տղամարդիկ իրենց կանանց արգելում են, իրենք էլ քիչ են գնում, որովհետև իրենք վախենում են ճշմարտությունը լսելուց։ Այդ դրա համար չեն գնում։ Կանեք են հիմնականը դիմում ու ես հարց եմ տալի։ Ոչ մի չի ուզում իր գլուխն աշխատացնի, ուզում է որ դիմացինի ինչ որ մի բան անի, որ իրեն լավ լինի։ Դու մի քիչ ես խնդրում եմ Արման ջան այդ կարտերը տառոն, որ ինքը իմիջալուց վտանգավոր կարտեր է։ Ես դա եմ ուսումնասիրել ու որքան գիտեմ 3-ից 4 ամիս է տևում այդ ինֆորմացիան ու չի կարելի նույն հարցանթաթ տալ միջև վերջ քամել ու երկար բարակել հարկավոր չի խոսել, որտեղ ես ինքս էլ եմ հոգնում։ Նույն բանը անդադ պատտեսնում ես, անդադ հոգնում ես։ Այդ եմ ուզում բացատրես այդ։ Տեսեք, դա ինչ է տարոն եւ ինչ կարա անի ու ինչ չի կարելի։ Սկսենք նրանից, նախ տարոն կարելի է ոչ թե կարաս բազա լրացնես 3 ամսվա ընթացքում, բայց ելի չես համարվում տարոլոգ։ Դու կարաս լիարժեք համարվես տարոլոգ նորմալ մասնագետ 2 տարվա ընթացքում։ Ու գիտեք ոնց մենակ զնաչենյան կարդալով չի, անգիր անես, որ քարտերը մեկնաբանես, դու պետք է նայես քարտին, քեզ ինֆորմացիա գա արդեն։ Սկզբնական փուլում սովորում ես իր նշանակությունները, որ քարտը ինչ է նշանակում, բայց սխալ է միշտ գրքով շարժվել։ Արդեն պետք է ինտուիտիվ ինֆորմացիան քեզ քարտից գա։ Դու պետք է այդ պատկերից ինֆորմացիա վերցնես 10 հաճախորդին։ Շատ հաճախ այդ գրքի գրածները անգամ սխալ է լինում ու չի համապատասխանում իրականությանը։ Բայց դու մաքրվում ես գործից առաջ, բնականաբար, հետո այո, եթե հեռավար եմ ընդունում, այդքան չէ, բայց եթե մարդը պիտի գա իմ մոտ նստի, ես իրան նայեմ, ես կարող եմ վերցնեմ իր բացասական էներգիան։ Դուք ես պատրաստում ես նախորոք։ Բնականաբար սենյակն է նախ մաքրվում, լրիվ խնկարկում եմ տարածքը, առանց դրա չի լինի, անպայման պետք է խնկարկվի։ Տիբեթյան չաշաներով էներգետիկան եմ մաքրում իմ սենյակի, որ պատրաստ լինեմ մարդուն ընդունել։ Այդ շատ ճիշտ բան է։ Երբ որ ես ճանապարհում եմ, նույն ձևով սենյակն եմ մաքրում ու ինձ։ Վանգանելերը տենց անում, գիտես, կույլ լինելով հանդրես շատ մաքրացեր կիներ ու իր այցելուները, որ ճանապարհ էր դնում, ինքը այդ վերբան ոնց է, բողբոջները, այդ ծառերի ճյուղերը, որ կա բողբոջները, հիմա որ է զատիկին դնում, այդ բողբոջներով ավել էր պատրաստել, ավելով մաքրում էր ու գրում է, որ ճիշտ է փոշեկուլով մաքրում էր տունը ու խոնավ, դրանից հետո նորից վելի վերբայով ճյուղերով անում էր ու հատկապես պատալոկների անկյունները, որտեղ սարդոստաններ անում։ Դա մաքրում է բացասական էներգիան, որը կուտակվում է անկյուններում ու հատակի վրա։ Սարդոստանների մեջ հավաքում ամբողջ բացասական էներգիան, բայց ես չեմ կարծում, այստեղ այդքան այդ շատ լուրջ բան է խորացված, պետք է մարդիկ սովորեն այդ ամեն ինչը, չեն անում։ Ես ասում եմ, տարիներ է պետք ու մեկ էլ երիտասարդների մասին է խոսք, ովքեր զբաղվում են մոգությամբ, իրանք թող լավ լսեն ու հասկանան, որ եթե դու լիարժեք մտել ես մոգության մեջ, հետագայում դու չես կարող ամուսնանաս, ընտանիք կազմես։ Եթե միջև վերջ զբաղվում ես, պետք է ամբողջ կյանքդ նվիրես մոգությանը ու միջև վերջ գնաս այդ ճանապարհով։ Հա։ Բայց դու գիտես չէ, երևի հանդիպել ես կամ կարդել ես, գիտես, որ այդ մարդիկ, ովքեր այտենց խնդիրներով, ես էլ ինչի՞ չեմ, ես էլ ինձ էլ վերցնեմ, այցելուներն ունենում, իրանք լուրջ խնդիրներ են ունենում։ Կամ ամուսնալուծված են։ Ովքեր զբաղվում են մոգությամբ, չէ՞։ Ովքեր զբաղվում են մոգությամբ։ Չէ, տենց այցելուներ են ընդունում, խնդիրներ են ունենում, իրանք ուտեղ են միշտ ասել, որ բժիշկ քեզ։ Հիվանդություններ են շատ ունենում, խորհուրդ են տալի, ընտանիքում ամուսնալուծված են կամ երեխաներ չունեն, ընտանիք չունեն, իրանք խորհուրդ են տալիս։ Այն կինը, ով երկունքից չի տարել, չի ծննդաբերել, ինքը չի կարա ճիշտ խորհուրդ տալ, չի կարա, որտեղ մայրը ուրիշ մի բան է, ծնողն ուրիշ մի բան է, ու դա սեր է նշանակում, ու խոնարհություն է նշանակում։ Ես միշտ նշումներ եմ անում, սրանք թռուցիկներ են համարում ու մոռանում եմ, դրա համար եմ նշում ճիշտն ասած, մի բան է այստեղ փոքրիկ այդ աշխարհի, երկրի, մարդկության ճիշտ ու սխալի համար ամենամեծ սխալը 3 սխալ գոյություն ունի, դա ատելությունն է, մարդու բնավորության, ասենք ատելությունն է, հիասթափությունն է, կյանքի ու մարդկության հանդեպ, որը շատ վատ է, ինքը աչքերը միշտ դերը տխուր է, ինքը առաջ ինքը հիասթափվել է,
Ինքը ինձանից հիասթափել է, հիասթափում է նրանից, աշխարհից, կյանքից, օրենքից, ամեն ինչից ինքը արդեն ինքը վերջ։ Ինքը կամած քամվելու է։ Ահա որ բան է հիասթափությունը։ Եվ դեպրեսիան։ Այս դեպրեսիան էլ համարվում է դարի հիվանդություն։ Ես մի 4-5 տարի առաջ անդադասում դեպրեսիաների մեջ է մարդիկ ընկելու, դեպրեսիաների, բայց իրան չի գալի, մարդը ինքն է ստեղծում դա։ Եվ էլի մի ուրիշ մի բան, որ այդ խաբեության մասին են ցենց գուշակների, որ շարլատանների համար ասում ենք, որ սովորություն է դարել խաբելը մարդկանց։ Ինքը չի կարա չխաբի, ինքը դրանով սնվում է։ Ինքը արդեն դրա մեջ է քանի տարի է, ոնց կարա թարգի այդ process-ը։ Ու իրանց էլ ուսմունք կա իմիջիայից, որ եթե դու առաջի տարին, ասենք գործ ես անում, կապ չունի ինչ, տարոլոգիա ես, թե էքստրասեքս ես, աստղաբան ես, եթե դու ոնց ուզում ես մեկնաբանի, բոլորի մտքին փող աշխատելն է։ Համաձայն եմ։ Ոնց ուզում ես ասա, հատկապես մանկությունը։ Փող այսօր էսքան հաճախորդ տեղավ, էսքան բան։ Որ ասել բայ իմ աշխատանքն է, որ ես չանեմ, բա ոնց եմ տուն պահելու։ Չգիտեմ ոնց ես պահելու։ Չգիտեմ, բայց գլխիդ մեջ, եթե քո գլխի մեջ միայն փող աշխատելն է, դու խաբելու ես։ Չես կարող մարդուն օգնես, օգուտ տաս։ Դու խաբում ես։ Փողը էլի պետք է, բայց չպետք է դնես առաջնային պլան։ Պետք է առաջնային տեղում լինի մարդուն օգտակար լինելը, աջակցելը։ Հետո նոր մնացածն է գալի։ Ամենաշեղ մագիան է, չէ, աշխարհի փողը։ Մի տարի գրել եմ, եթե մի տարի դու չխաբես, երկրորդ տարին էլ մի խաբի, այն երրորդ տարին էլ չես խաբելու դու։ Բայց մարդ կարա մի տարի չխաբի։ Ոնց կարամ չխաբեմ, որ պետք է խաբեմ, որ պետք է փող աշխատեմ։ Ու ցավը գիտես ինչումն է, ինչքան խաբում ենք, այդքան մեզ հավատում են։ Ես էլ եմ խաբում։ Ես խաբում եմ ինչի համար, որ ասենք այդ կնոջ ամուսինը դավաճանում է, ես իրան խաբում եմ։ Դե ստիպված ենք շատ հարցերում։ Բայց ոչ չխաբեմ, որ գնա բաժանվի, որտեղ ես գիտեմ վաղը թողնելու է այդ տղան այդ ամեն ինչը։ Տղամարդիկ շատ շուտ թուլանում են։ Իրանք դավաճանում են, որ ինքնահաստատվեն։ Ու հետաքրքիր բան է, որ կինը ավելի լավն է, ավելի կանանցի է, ավելի իմաստուն է, քան սիրուհին։ Սիրուհին ուղղակի թարմ է, իրան հետևում է։ Բայց սիրուհին կարա այդ տղամարդու վրա գոռա, հրամայի, ասի գնա, իսկ կինը չի կարա։ Ինչի համար հանուն երեխեքի, չէ։ Որտեղ ինքը իր մարդուն իրոք սիրում է։ Ու ես չեմ հարգում մենք կանանց, որ գիտեն իրանց ամուսինները դավաճանում են, իրանց հետ շատ վատ են վարվում, վիրավորում են, նսեմացնում են, նույնք իրանից չի հեռանում։ Այդ դրանք անիքնասեր են։ Հիմա քանի որ կանանց դարաշրջանն է, հիմա կնոջը այնքան հնարավորություն է տված ոտքի կանգնելու ինքնուրույն աշխատելու։ Իսկ մեր տղամարդիկ կահավոր լոդրացել են, ծուլացել, այդ դրսից, որ իմ ընկերները Ամերիկայից ինչ-որ տեղերից գալիս են, ամռան հատկապես, ասում են, «Էս ինչքան տղամարդ կա Երևանում»։ Սա փողոցների են տղամարդիկ են, սրանք աշխատանք չունեն։ Նույնն էլ տղաս, որ եկա ոսում եմ, «Էս ինչ է, սա այնտեղ կուչկա տղամարդ են կանգնեն դեռ»։ Գերմանիայում նամից փողոցները դատարկ են։ Որտեղ մարդիկ զբաղված են։ Իսկ աշխատում են մարդիկ, տիրումա պարապություն։ Բա ո՞նց են ապրում։ Իրանց կանանց հաշվին շատ հաճախ։ Այո։ Ո՞նց են ապրում։ Կինը վերցնում է տղամարդու դերը, որ պետք է տղամարդը ընտանիքը պահի, հակառակ process-ն է գնում լրիվ, մանավանդ հիմա։ Հետո դրսից են գումար ուղարկում։ Էդ էլ է շատ վատ։ Ու այդ ծուլ մարդիկ, որոնց ես գզիկ եմ համարում, ես շատ վերջերը շատ եմ կոպիտ խոսում։ Կոպիտ չեմ խոսում, տիպուկ ճակատին ասում են, որ դու գզիկ ես։ Այդ մարդիկ կահավոր բամբասկոտ են։ Իրանք են վատ բաներ խոսում երկրի մասին, չար բաներ, որտեղ սահմանափակ ուղեղ ունեն։ Իրանք երեխեքի դաստիարակությամբ չեն զբաղվում։ Հիմա հուլիս ամսվանից հիմա ծնող երեխա հարաբերությունների կրթության վերաբերվող հարցեր լինելու, շատ երեխեք այս ամեն ինչը չեն ընդունել, ժամանակակից ինչերը, ու այն անգամ տղաս ասեց, որ այնտեղ Գերմանիայում օրենքա դուրս եկել, որ 14 տարեկաններին ոչ մի երեխա ձերքին հեռախոս չպետք է լինի, եթե եղավ բարձր տուգանքներ կա։ Շատ լավ օրենք են ընդունել։ Ու ճիշտ բան է դա, ճիշտ բան է, որտեղ կախվածությունը չի տալիս սովորել։
ու իր ձեռքից որվեցնուց ինքը հիստերիայի մեջ հանգնում։ Ասում եմ, եթե հանկար, ասում եմ, դե թակում կանի, կմտնի թակուն, ասում մամա տես չի, եթե օրենքը դրել է չի կալ, իրանք էլ չեն անելու, վերջ։ Դրա համար էլ հզոր երկիր է համարվում Գերմանիա։ Չէ, տենց է, շատ կազմակերպված են։ Այստեղ էլ փորձի տենց բան արա։ Ոնց կարելի է երեխա մամանեն իրան կոնկրետ լինելու հանդերձ իրանց երեխեքին տալիս են հեռախոս, որ իրան չխանգարեն։ Փոխարենը գիրք կարդան։ Խմբակներ թող գնան։ Հիմա ինքան լավ բաներ է բացում, նայում ես երիտասարդները երգեր են գրում, քանդակում են, նկարում են, ինքան լավ բաներ կա։ Բայց հեռախոսը չի տո։ Կարս մտես տունը գողություն անես, չիմանան, որտեղ բոլորը հեռախոսի վրա են։ Մի տարեկանից սկսած տալիս են հեռախոս երեխեքի ձեռը, որ չլացեն, իրաց չխանգարեն, ու այդ երեխեքը տարիների ընթացքում գնում են դեպի զոմբիացում։ Այտենց մի քանի դեպքեր ես գիտեմ, որ երեխուն ձենես տալի ինքը կլանված նայում է հեռախոսին, մի հատ չի շրջվի նայի։ Արման ջան, ես ինչ եմ ուզում խոսեմ, տես այսօր մեկ սենց խոսակցություն ա գնում։ Ես իմ աշխատանքով, դու քո աշխատանքով, դե մարդիկ ինձ գիտեն արդեն եմ խոսալու ոճը եւ ինչն է հիմնական իմ թեման, բայց ես ուզում եմ, որ քեզ ինչի համար են, որտեվ եւ դաստիարակված, եւ զուզ ու այդ տարիքի համեմատ դու բավականին գիտելիք կա քո մեջ, որտեվ այդքան զրուցել եմ, որ կարողացել եմ ռիսկ անեմ, գիտես, բերեմ, որ մեր ժողովուրդը տեսնի։ Ուզում եմ դու որպես մասնագետ ներկայացնես ինչն է կարելի, ինչը չի կարելի եւ ինչպիսին է այդ մոգությունը ու մեր ժողովրդին։ Միթե կարելի է նման բաներով զբաղվել։ Ինչով կարող։ Լավ, ասենք մարդու ընտանիքում անհաջողություն է, ինչ որ մի հատ տանգրագետ հիմար նախանձությունից իր բոստանը մի հատ քարա գցել։ Ոնց անի, որ դա մաքրվի, որ նորից իրանց հաջողությունը բացվի։ Նախ եւ առաջ սկսենք նրանից, եթե ընտանիքի վրա արվել է մոգական աշխատանք, կա նախորժություն կա վեճ, եթե թույլ մակարդակով է արվել, ինքը մարդը կարող է ազատվի դրանից։ Պետք է նախ տունը մի հատ լավ խնկարկել, ամեն կիրակի, ամբողջ տունը պետք է խնկարկես, քո սրտից դուրս եկած աղոթքները դու պետք է կարդաց պարտաճանաչ։ Եթե մի քանի կիրակի անելուց հետո զգաս, որ չի հանգստանում այդ ամեն ինչը, ուրեմն արդեն պետք է դիմես մասնագետի։ Եթե հանգստացա, ուրեմն թույլ աշխատանքեր արված, կարիք չկա մասնագետի դիմելու։ Հա։ Տենց հնարավոր է։ Բայց որ արածան լինում։ Շատ լուրջ աշխատանք։ Չէ, որ արել են, իրոք արել են։ Մարդը գտել է։ Եթե արդեն պետք է մասնագետը զբաղվի այդ աշխատանքով։ Այս վերջերս մեկը գրեց էլ ինչ որ ժանգոտ բուլավկա է գտել սփռոցի, ինչ անի։ Նայած թե ինչի համար են, բուլավկին մենակ ինքը։ Չես կարող իմանալ ինչի համար է։ Դե կարելի է ախտորոշել ուղղակի, կարա տանի գցի հոսող ջրի մեջ։ Ջուրը ունի մակրո հատկություն, կմաքրի կտանի, թե նեգատիվով արած եղավ։ Միկին կար իրան լուծանելիք էին նվիրել, փագած, այն իրան թուղթը վրան փագածը տենց, ու այդ կինը բաց արել է լուծանելիքը վրան ցանել են, ու անընդհատ հիվանդացել, հյուծվել, տկարացել, թուլացել ու պարկու չի հասկանում ինչա որտեղ է։ Հետո բարձում է, որ լուծանելիքի վրա են արել տենց բան։ Հնարավոր է։ Հատուկ տենց աշխատանքներ կա։ Օրինակ կարան քո հիվանդությունը, եթե ուզում ես փոխանցես ուրիշին, նվերի վրա արվում է հատուկ աշխատանք, ես տալիս ես այդ մարդուն ինքը սկսում է օգտագործել այդ իրը, դանդաղ սկսում է քաշվել քո հիվանդությունը այդ մարդու վրա։ Կարա սենց փոքր աղ լցնի քո գրպանը, որ չես կարող գտնես։ Էլի այդ մոգությունը շատ բաներ կա, այդ սլավոնականները ախր ասում եք էլի ոչ չասեմ, հիմա այնքան գրականություն են վաճառում, որ էս անես, սենց կլինի։ Դա փող է բերում, որը որ չի կարելի։ Կներեք, մեծամասամբ այդ գրականությունը սուտ է։ Իրական մոգական գրքերը չի կարա տենց ազատ վաճառվի։ Ինչքան ուզում է վերցնեն ան օգուտ չկա։ Այնտեղ կա ռիտուալը, բառերը, բայց չի ասում որ օրը, որ ժամին, երբ, որտեղ։ Գլխավոր մանրամասները չի ասվում այդ գրքերում։ Որ մոլորակային օրը, շատ կարևոր է դրանք։ Հիմա հաց եմ ուզում քեզ տան, որպես դու մասնագետ, մարդիկ երբ կարող են քեզ դիմել, ինձ օրը ժամը չի հետաքրքրի, ինչ հարցով, ինչ լինի, որ կարող են քեզ դիմել ու դու գիտես, որ իրան կօգնես։ Օրինակ զատիկի ժամանակահատվածում ոչ մի մոգական աշխատանք անել չի կարելի կատեգորիկ։
Իսկ շարլատանները իրանք հաշվի չեն առնում, կվերցնեն կաշխատեն։ Փող լինի իրանց համար։ Ոչ բացասական կարելի աշխատել, ոչ էլ նեգատիվ բարի գործեր։ Օրինակ ինչն է դրականը։ Եթե մարդուն ուզում ես օգնել դրական աշխատանքներով, կարաս օգնես համապատասխան ռիտուալներով, ծխելիքներով, աղոթքներով, ժամերով, որպեսզի մարդուն օգնես ինքը դժվար իրավիճակից դուրս գա։ Եթե ուզում ես մարդուն վնասել, արդեն չար կողմը կարաս դիմես դևերին, բեսերին, լյարվերին, շատ է իրանց շարանը։ Տարվում են լիքը ահավոր չար աշխատանքներ, մահվան գրեր, այնտեղ կարան հիվանդություններ տան մարդուն, ընտանիքներ բաժանեն։ Սև մոգությունը դա է, աշխատել դևերի հետ ու ամենավատ աստիճանը համագործակցել սատանայի հետ պայմանագիր կնքել։ Իսկ դրականով կարաս սրբերի անուններով, համապատասխանորով, ժամով, ռիտուալներով մարդուն օգնես, որ ինքը վատ իրավիճակից դուրս գա։ Ես ուզում եմ մի բան ասեմ, որտեվ իմ մտքին կա դա, ասելու ես ծանոթացա Ինարային Տարոլեկ, մի հրաշալի անձնավորություն ու իրանից այնքանով շնորհակալ եմ, որ հուզվեցի, որ քեզ ծանոթացրեց, քեզ հետ ծանոթացրեց, չերես Ինարը քեզ ծանոթացա, այսպես ասեմ։ Իմ բնավորությունն էլ այդպես է, էմոցիոնալ մարդ եմ, դե կանայք տենց են, որտեղ էմոցիան, այնտեղ կի, որտեղ կին, այնտեղ էմոցիա։ Դու ինչքան կինը մեծանում է, այնքան էմոցիոնալ է դառնում, տարիներն է դա։ Իրոք Իրանից շնորհակալ եմ, որ քեզ հետ ծանոթացա։ Ինքը բարի մարդ է շատ։ Հա։ Ինքը բարի մարդ է, այդ որը տենց խոսում է հո ինչ որ մի բան լավ անում, մեծ իր ձայնը, իմ ձայնն էլ մի էսի Գարգասպայան չի։ Այդպես ենք մենք, ու չի կարելի դրա վրա խոսել։ Ծխող կինը հիմա ինչ անենք։ Կարևորը ինքը մարդ է, մարդ, ու ինքը բարի է, ու ես այնքանով իրանից շնորհակալ եմ, ինքը սխալվել է կյանքում բոլորս էլ մինչև 35 տարեկան շատերս ենք սխալվում, շատ հարցերում են սխալվում, բայց 35-ից հետո արդեն չի կարելի, ուրեմն դոդ ես, ուրեմն քո գլուխ չի աշխատում, ճիշտ չէ, որ ինքը իր սխալը գիտակցել է ու ներողություն է խնդրել մի հիմարի մեկին լսելով, ու այդ հիմարը հիմա կհիվանդանում է ու շատերը կհիվանդանան, քանի որ 26 թվականը համ մեկն է, եսը, և ապաշխարության ու պատասխանների տարի է համարվում, 20 թվականից սկսած ասել եմ 12 տարի տևող ծրագիր է գնում, որ պետք է շատ բան փոխվի, ամբողջ աշխարհն է փոխվում, ամբողջ աշխարհը փոխվում է ու այս զատիկն էլ հենց դրա համար է, որ ամեն անգամ էլ ես կրկնել եմ, հեռացրեք ձեր մեջից այդ վատը, ոչ ոք դա ձեր մեջ չի բերե դրե, ինձ հարցնում են, երևի քեզ էլ են հարցնում, դու էլ ես նկատում տեսնում, որ ինչի են մարդիկ այսքան չարացել, չեն չարացել, իրանք չար են։ Իրանք չար են, այո։ Իրանց նեգատիվ մտքերն է, որ իրանց կարատանի անդունդ, իրանց նեգատիվ ու բացասական մտածելու պատճառով է, որ իրանք կանգնում են լիքը փաստերի ու խնդիրների առաջ։ Ասում ենք, որ մենք քրիստոնյա ազգ ենք, չէ՞, բայց ինչ ենք բամբասում, հայհոյում ուրիշին անհիմն։ Ուրեմն մենք քրիստոնյա չենք, իրական քրիստոնյա մարդը երբեք չի փնովում դիմացինին։ Մեր ժողովրդի իրական դեմքն է բացվել։ Թող պատմություն կարդամ, ծովից այսքան է դարել։ Դու ինքդ պետք է ավելի շատ տեսնես, որ իրոք ինչքան մարդիկ չար են, ինքը նոր չծալեց, որովհետև քո նման մասնագետին դիմում են չարություն անելու համար։ Ահա որ շատ, անգամ դեպք ա եղել, որ դիմել են, որ երեխայի մահ լինի։ Քանի տարեկան են իրանք լինում։ Դիմողները 30, 35, 40։ Ջահել։ Վերջի դեպքը ինձ մի կին էր դիմել 35 տարեկան, որ չծնված երեխան մահանա փորի մեջ։ Կին ասողը։ Կին, 35 տարեկան կին։ Բայց ինքը մայր է։ Մայր էր, երկու հատ երեխա ուներ, ասում են դու ոնց ես այտենց բան ասում, եթե դու երեխեք ունես ու կարա հետագայում վատ անդրադառնա քո երեխքի վրա, ասում է ոչինչ։ Ինչ արեցի դու այդ աղջկան։ Մի քանի բան ասացի ու ինքը գնաց սև ցույց։ Չէ՞ պետք է չափալախեր։ Հեռավար ենք շփվել։ Հա։ Հեռավար է եղել կապը։
ու ինչի համար այդ տղան ամուսնացել էր ուրիշ կնոջ հետ, հղիացել էր այդ կինը, համոզում էր ընտանիքը բաժանել, համանեց անել, որ երեխան չծնվի։ Մի ժամանակ ինձ շատ դիմում էին այտենց ոնց որ քեզ են դիմել ու հետաքրքիրներն ախր ամեն ինչ լավ էր, տունս կար, ամեն ինչ լավ, ընտանիքս կողքս այդտեղ Բաքվում ապրում էինք, մինչև շենքը կառուցել, իմ ասկետ իմ հորական տներն է, որ հիմա սրիկաները զավթել են, իրական դա չեն ապրելու։ Դες ես դու գիտես չեն ապրելու, որտեվ իրանք սրիկա են, իրանք փիսն են, որտեվ իրանք քրտնինքի տեր են դարել իրբեր, իրանք գողացել են իմ տղային ու իմ տունը։ Իրանք շատ մեծ կարմա են վերցնում իրանց վրա ու թող մտածեն, որ կարա դրա պատճառով տուժեն իրանց երեխեքը, իրանց սերունդը տուժի։ Դա լինելու է, ես շատ դրսի բաներ եմ խորհրդակցել, նայել եմ, գիտեմ որ ես չեմ չարանում ոչ մեկի վրա, բայց քանի որ իրանք քրտնինքը ու տղայից մահը ու մի երկուսի էլ իրանց խղճի վրա է ու այս արցունքները որ այսքան կողից դարել եմ ասեն ծանզուս ու ագրեսիվ ու որ մի հատ բան որ իմ տանը չաշխատես թեման շեղեցի որովհետև ես հուզող հարցա շատերին այս նման ինչը որ ես ունեմ շատերը կան տենց որ դիվադաթար արեցին մի քանի սրիկաներ քանի հոգու տենց որտեղ դա իրոք քրտնինք է իմ տղեկի ձեռքով արած այդ պատերը չեն թողնի որ իրանք այնտեղ ապրեն մեր մոլորակի վրա անպատիժ ոչ մի բան չկա վախեուշ իրանք այս տարվանից սկսվում է դե սեփական տուն է ցածր մի կին sense դուրը բաց արեց ես խոհանություն նստած եմ այդտեղ այն խոհանոց էր Բաքվում տեղ է աշխատում դու ըստեղ են թուղթ դիրանում հապշելու բանի ամուսինս ասեց հետո ասի շատ եմ մանում հələ կան չի դրա ինչ ես ուզում չէ ես ուզում եմ այդտեղ են թուղթ դիրանում ասի ես տենց բաներ այդ գործ չունեմ այդ դու ինչ ես գլուխդ մցրել շատ մարդիկ են ընդունում եւ խիրալոգիայի մասնագետ եմ եւ խիրալոգիան նայել ձերքի ապիկուշակցության գիրքել եմ արել ռուսերենից հայերեն եւ այդ աստրոլոգիան որտեւ այնքան շատ է ուզում մարդկանց բաներ ասեի մեկ միջև անգամ ասում է կոֆե խմի բաժակդ նայ բայց ապսեն նային որ պետք է տեսնեին ինք էլի նոր բաներ կա այնքան լսում էին մարդիկ ու ինչն է հետաքրքիր ես միշտ իմիտ եմ բերում ամեն ինչը ինչքան շատ են մարդիկ ինձ դիմել միայն թուղթուգրի համար անեմ չանեմ վրես կա թե չկա կարած անես հիմա պակասել է բայց ես չգիտեմ միգուցե դա ինձանից է որ ես եթերներով անդադ ասում եմ ինձ այդ հարցով չդիմեի ես մոք չեմ sense բաներ բայց դες քեզ մոտ եկել են ինձ սրիկա բաներ են ընդհանրապես չի պակաս երևի ձեզ չեն դիմում որտեղ վախենում են դիմում հա բայց ինձ շատ են դիմում այդ հարցով ամսվա մեջ մի քանի անգամ կարա տենց դիմում լինի որ ինչ որ մեկին վնասեն ինչ որ մեկի տղամարդուն պոկեն տանեն կպցնեն իրան եւ այլն դու խոսի որ իրանց վատ բաներ կլինի դու ասա որ ընդհանրապես մտքից հանեն ու ամեն անհաջողություն չվերագրեն մոգության ու այդ փողերը որ մարդիկ եկեղեցուց դուրս եկա մի 3 տարի առաջ էր այդտեղ Սուրբ Աննա է շատ գնում 15 տարի ես անդադ այդ պատարակներին մասնակցել եմ դուրս եկա հետս էլ տեղ մի կին եկա ու ինձ հարց է տալիս էլի թուղթուգրից էր հարց տալի որ գնացել էր ինչ որ մի նայողի մոտ շատ մեծ գումար էր վերցրել շատ մեծ գումար որ աղջկա բախտը բացի ու չի բացել ասում եմ բայց իրանք էլ այնքան դժվար են ապրում հագուստից արդեն ներում ասում բայց բարձ ասում $1500 բայց ասում եմ քեզ այդքան փող որտեղից որ դու տվել ես որ դժվար է ասես տոկոսի տակ եմ ընկել դու կարաս մի բան անես մի բանը ֆշֆշա որպես այդ ամեն ինչը դուրս կա ասի գնա Իրանն ասա որ այտենց բան արե բայց հերախոս չի վերցնում դուրը շղկացնում հա ասում եմ ես ժամանակ եմ տրամադրել քեզ այդքան բան եմ արել ես ինչ անեմ որ դու չես բան անում ինչ որ sense բաներ դե պատկերացնում եք մարդիկ փող չունեն բայց այնց բանը հասնում է գուշակների մոտ գնալուն կամ ինչ որ գործ պատվիրելուն արդեն իրան գումար ունեն ու պատրաստ են մեծ գումարներ վճարեն դրա համար
Ես ինչի ես բան ասեցի, հա, բարձր է վերցնում ու տեղել ասում եմ, եթե ուզում ես քեզ խափեն գնա։ Լավ են անում, որ վերցնում են, թող վերցնեն։ Այդ կինը իր աղջկա հետ գնացել է այդ նահողի մոտ ու ինքը գալիս է եկեղեցի։ Այդ ո՞նց է։ Այնքան մարդ է եկեղեցիներից գնում նահողների մոտ։ Այդ ո՞նց է լինում։ Չէ, տեսեք, դա վատ չի, նայած թե դու ինչ նպատակով ես գնում, ինչ մարդու մոտ ես գնում։ Շատ հաճախ պետքա գործողություն արվի, օրինակ, եթե մարդը վատ իրավիճակի մեջ է։ Մենակ աղոթքը ինքը շատ քիչ է։ Մենակ աղոթքը չի մաքրում։ Հա։ Որտեւ այդ ռիտուալների մեջ էլ աղոթքներ կա։ Այո։ Մարդուն օգնելու համար մի հատ մեծ աղոթքների շարան է գնում։ Որ կարողանաս օգնես իրան։ Որտեւ մենակ մի անգամ գնաց եկեղեցի, ինչ որ աղոթք անես գաս, դա իմաստ չկա։ Դու կարաս եկեղեցի չգնաս, բայց քո մեջ շատ ուժեղ հավատ ունենաս։ Ես քեզ խնդրում եմ, Արման ջան, որ դու մի լավ բան ասես, սենց պինդ մեր ժողովրդին, որ շուտով ընտրություններ են լինելու, որ ժողովուրդը խաղաղվի, որտեղ մենք պատերազմ, երկրաշարժ, լիքը վատ բաներ մենք տեսանք, որ վերջապես այս ամեն ինչը ոնց անենք, որ վերջանա, որ մեր ժողովուրդը խաղաղ հանգիստ ապրի ու իրար չուտեն։ Այս նրան ընտրեմ, նրան ընտրեմ, սա վատա։ Դու տես ինչքան ինտերվյուներ վերցնում են փողոցում այդ կանանցից, այդ մեկը գզիկ տղամարդկանցից։ Բոլորը անիծող չար բերանով են խոսում։ Դե հենց պետք է ամեն առաջինը սկսեն իրանց վրա աշխատելուց մարդիկ։ Վատը չմտածեն, չտրտնջան, չլացեն, չդժգոհեն։ Ինչքան էլ երկրի ղեկավարին չսիրես, դու իրավունք չունես իրան հայհոյես, հանրության առաջ, որտեղ ինքը երկրի դեմքն է, չի կարելի։ Մի սիրի, բայց մի էլ կոպիտ արտահայտվի, չի կարելի ընդհանրապես։ Հիմա օրինակ ես ինչքան էլ չսիրեմ Նիկոլ Փաշինյանին, ես երբեք իր հասցեին վատը չեմ արտահայտվի ոչ մի տեղ, որտեղ ես դրա իրավունքը չունեմ։ Ուզենք չուզենք մեր երկրի դեմքը հիմա ինքն է։ Ու մենք ենք իրան ընտրել ժամանակին։ Չի կարելի վատ բան ասել, գրված է, չէ, Աստվածաշնչում է։ Մենք պետք է համախմբվենք, եթե ուզում ենք առաջ գնանք։ Բոլոր եվրոպական երկրներում համախմբված են մարդիկ։ Դրա համար առաջ են գնում, զարգացած են, փող ունեն, չեն լացում, չեն տրտնջում։ Ունդե օրենքներ կա։ Այնտեղ է վատ բաներ լինում, Լինում է, բայց Թուրքիայում տեսա ոնց են իրար քաշքշում, չոր դպրոցներ, աշակերտների։ հիմա այնտեղ էլ է սկսվել այդ իրավիճակները։ Այնտեղ էլ է սկսվել համարյա այս նույն process-ները։ Շատ տեղ է, շատ, այնտեղ իրանց դումայում էլի Թուրքիայում ծեծեցին իրար, ինչ ասես, արի գերացխոմած մարդիկ, ամեն տեղ էլ այդ բանը կա, բայց մեր մոտ հենց մեր մոտ ահավոր շատ այս ամեն ինչը։ Ինքը աշխարհն է, տենց աշխարհը, հիմա ամբողջ աշխարհը պատերազմել չի վերջացել, մեզ մոտ խաղաղ է, այս ամեն ինչը պետք է օգտվենք խաղաղությունից, օգտվելը գիտես որն է, բարիանանք, իրար մտերմանանք, իրար մեջ լավը տեսնենք, այդ կախարդությունները մեր մտքից հանենք, որտեղ դրա հետևանքը լավ չի, ինքը ժամանակավոր բան է, ինքը փլելու է։ Եթե դու արհեստական սեր ես քեզ բերում, ինքը վերանալու է, որտեղ ժամկետը լրանում է։ Միջև անգամ եթե մի ամիտ քո տնից մի բան ես գտնում, որ համարում ես ինչ-որ մեկը եկավ քեզ մի բան արեց, այդ բանաձևն էլ կա, եթե դու ես մի ամիտ գտնում, ես ըստեղ ասել եմ, անողի ձեռագիրն է անգրագետ, եւ ինքն էլ ուժը կորցրած է, եթե դու կտար, վախենալ պետք չի։ Գրագետ արած մոգի թուղթուգիրը ոչ մեկ չի կարա հայտնաբերի ու գտնի։ Եթե գտար, վсё, ինքը փճվեց արդեն, կորավ։ Ինքը էլ ուժ չունի որ աշխատի։ Չես կարա գտել, այդպես է, այս այլ թող հասկա, այլ մեխանիզմներ կա, Արման ջան, ես ուզում եմ, որ այդ մեխանիզմները դու ասես, որ մեր ժողովուրդը հասկանա, ու թող սրանից հետո քեզ դիմեն միայն այն մարդիկ, որ չի կարողանում կողնորոշվի իր ուսման մեջ, աշխատանքի մեջ, այս տողն ուզեմ, թե այն տողն ուզեմ, թե այս աղջկան ուզեմ, ոնց ինձ պահեն, որ այդ տղեն ինձ ճիշտ սիրի կամ կեսօր խրատական բաներ ասես ու քո ռիտուալներով օգնես, որտեղ ռիտուալը ինքը լավ բան է, ինքը չար չի, եթե դու բարի բաներով ես անում, հետո դու բնական բաներով էլ եք չի անում, խոտերը մոտերը դրանք սա բնական հատուկ խոտաբույսերով, այնտեղ մեղրամոմով հատուկ ռիտուալներն արվում է մեղրամոմի օգնությամբ, որովհետև մեղրամոմի վիբրացիան շատ բարձր է։ Իրանով արված ցանկացած գործ ավելի հեշտ է ստացվում հետագայի համար։ Ու կուզեմ ասեմ, որ նեգատիվ աշխատանքներ ընդհանրապես զակար չտան ոչ մեկի մոտ, չպատվիրեն,
որովհետև ինչ նեգատիվ գործ, որ իրանք պատվեր են տալիս մասնագետներին, վաղ թե ուշ հետա գալու իրանք հիվանդության տեսքով, դժբախտ պատահարների տեսքով ու իրանք անգրագետ խելքի պատճառով դժվելու են իրանք սերունդները հետա գալու։ Այո, այդ շատ լավ բան ասեցիր, այո, իրանք անգրագիտության ընտանիքին վատ ալեն։ Դե պատկերացրեք, ես այդ կնոջն ասում եմ, չի կարելի երեխուն սպանել, էլ չծնված, դու երեխա ունես, ո՞նց ես տենց գործ զակաս տալի։ Դու չես մտածում քո երեխայի մասին, ասում ես, ոչ, ես պատրաստ եմ այդ տղամարդու համար ամեն ինչի։ Այդ գործը արեք իմ համար։ Ու ասեմ, պատրաստ էր բավական թանկ էլ վճարել։ Արման, մի շատ հուզող հարց եմ ուզում տալ, որտեղ ես վերջերս այդ թեմային շատ են գրում, ես ինձ համար ծանր է ու խնդրել եմ այդպես ծանր թեմաներով ինձ հարցեր չտաս, բայց այդ կանայք էլ օգնության կարիք ունեն։ Այդ են մայրերն են, ում երեխեքը չկան։ Չկան, ուղղակի չկան։ Ոչ թե շիրիմներն, այ իրանք չկան, իրանք սպասում են, որ պետք է կա, բայց ես տեսնում եմ, որ չկան, որտեվ ես էնել են ամենափիս ժամանակ հոկտեմբերից, ամենավատ վաղտերից ջնջխվել են, մաղվել են, ու հիմնական նշանները այդ ժամանակ ես նայում եմ, եղել են կարիճները, կշրկները, այծեղջուրները, իսկ կարիճն էլ մոգություն է։ Ֆիլտրով են համարվում իրանք։ Ֆիլտրով են համարվում սաղ կարիճները։ Հա, ամբողջ իր կույսեր էլ կան, ամբողջ իրաց գերդաստանի բանն է, ու այդ ժամանակ շատ վատ բաներ սենց հավաքեցին ու փիս բաներ եղավ շատ, դաժան ասել է, այդ կանայք անիծում են։ Չէ, անիծելը շատ սխալ է։ Այդ անեծքը գնալու է պատատվի, էլի ես չեմ կարում հանգստացնել, որոշը հասկանում է, որոշը չէ։ Այդ կանայք բոլորն իրար հետ շփվում են մամաները, որ ինչ-որ մի բան անեն, իրանք ողոք են ներկայացնում, որ գտնեն, բերեն, անեն, չկան, երեխեքը չկան։ Այդ դրանք զոհ են, դավաճանության զոհ են, հենց այդ երեխեքը զոհ են մեր Հայաստանի համար, իրանք վերևն են, բոլորն էլ լավն են, բոլորը։ 10-19 տարեկանի մասին է, որտեղ իրոք զոհ են ու դավաճանության պատճառով եղավ։ Իրանք ուզում են, որ գոնե այն մարդիկ, ովքեր մեղավոր են, իրանք պատժվեն։ Էսի մի հոգի չի մեղավոր։ Չես կարա մի հոգու մեղադրես։ Շատ են։ Ունենց չի է դավաճանությունը նոր է։ Դա հին ծրագիր է, որտեղ ես որ նայել եմ աստրոլոգիան, ես Սատուրնի 30 տարիների հին ծրագիր է, որ Սատուրնը այդքան հիշողություն ունի, ինքը դաժան է, հավաքում, թփ խփեց այդ 20 թվականին, որտեղ աջեղջուրում էր շատ մոլորակ, Հայաստանն էլ աջեղջուր է, հարվածը պետք է տար։ Ինչ եմ ես ուզում ասած լինեմ, որտեղ այդ կնոջը երիտասարդ ու ես հարգեցի իրան իր վերաբերմունքի խոսել մենք ձայնային ենք, ես չեմ հանդիպում ոչ մեկի հետ, այդ կանայք մամաններ իրար հետ շփվում են, որ ինչ-որ մխիթարանքի մի բան, միասին գնան ղեկավարության բողոքեն, որ իրանց ուզածը լինի, ես չգիտեմ իրանց ուզածը, իրանք իրանց երեխեքին են ուզում, դա էլ է նորմալ, բայց ումից ես ուզում, որտեղից ես ուզում, ես իրանք գիտես ինչ խորհուրդ եմ տվել, փոխեք ձեր շրջապատը։ Հա, ամենամեծ ու կարևոր մի շփվեք այդ մաման, դուք մամաներ իրար հետ մի շփվեք, որտեղ բոլորիդ մեջ ահա որ վիշտ կա, ահա որ այնտեղ հոգին սենց է լինում։ Դուք ինչքան էլ ասեմ խնդա խոսի ջան ասա դժվար է, խորհուրդը հեշտ է։ Ես էլ եմ գույները ինձ տալիս շոր եմ հագնում, խնդում եմ, բայց ըստեղս ոչ ոք չգիտի ինչա կատարվում, ոչ էլ պետք է իմանաք, որտեվ ես իմ տղային իմ կողքն եմ միշտ տեսնում ու իմ այդ տղան արգելում է, որ ես հանկարծ սևի մեջ լինեմ, որտեվ ես թոռներ ունեմ, իրանք ծանր են տանում իմ լացի, իմ հուզմունքը, հետո ես մարդկանց հետ եմ շփվում, եթե ես խնդիրով մարդիկ ինձ դեմ ես սաղորսը ծքի մեջ ես չեմ կարա իրան օգնել։ Բնականաբար։ Ինչի համար եմ ես այդ կնոջ այդ խորհուրդը տալիս ու քեզ ինչի համար եմ այդ հարցը բարձրացնում, որ դու էլ միգուցե չգիտեմ ինչքանով եմ ճիշտ, բայց գիտեմ որ տես ճիշտ եմ ու ուզում եմ որ դու էլ քո կողմից ասես։
Այդ մամաները, որը դες նեգատիվով իրար հետ շփվում են, բոլորի մոտ առողջական լուրջ խնդիր կլինի, բայց իրանք չեն իմանա որտեղ դա հիվանդ։ Սա տեղերը հիվանդ է։ Ամբողջ մարմինը ցավում է, անդադ տեղեր կխմի։ Հասկանում եմ, կորուստը բնականաբար մեծ է, ոչ մի ձև չես կարա փոխհատուցես, բայց այդքան նեգատիվ ու գոնե անիծելը պետք չի։ Համ իրանց վրային բացասական էներգիա կանչում, համ իրանց երեխեքի ու ընտանիքի վրա։ Դա շատ վատ է։ Ինչ անեն։ Թո պայծառ մտածեն, թո լավ մտածեն, թո հասկանան, որ իրանց երեխու մարմինը չկա, բայց հոգին կա, հոգին տեսնում է։ Ու այդ երեխեքի, ովքեր զոհվեցին պատերազմի ժամանակ, իրանց բոլորի հոգիները անխտիր գնացել է դրախտ, բոլորի, որովհետև իրանք իրանց կյանքը տվեցին ու չվախեցան։ Եթե հիմա այդ գեներալը հրամանատարը, չգիտեմ ով, պատժեցին, բանտը գցեցին, ինչ է լինելու։ Իրանք դա են ուզում։ Բայց ինչ որ բան կփոխվի դրանից։ Այդ եմ ասում։ Իրանց երեխեքը հետ կգան դրանից։ Քեզ դու լսել ես, որ ես ասել եմ, բանտը պատիժ չի։ Բանտը տեղեր փրկություն է միջև անգամ այդ մարդուն, հատկապես եթե ինքը չինով ինչ որ մեկն է եղել, որտեղ ինքը ուտել է, հագուստը, կանդեցաներ, ամեն ինչ եղել տնելու է։ Ինքը առողջարան է գնացել, հանգստան տուն է գնացել։ Պետք է թողնենք, որ այդ մարդկանց մամաներ ջան, բնությունն է պատժել։ Այո։ Ֆիզիկական պատիժ է տալու բնությունը։ 26 թվականից սկսվել է դա։ Մեզ տրված չի ոչ մեկի պատժել, մենք դրա իրավունքը չունենք։ Մենք իրավունք չունենք։ Այդ դատավորը, որ ինքը պատժում է, ինքն էլ է հիվանդ։ Սա շաքար ունեն։ Ինքն էլ շաքարը նյութական հիվանդություն է։ Վաղ փողի կորուստի։ Անկամ մենք իրավունք չունենք մեր թշնամի ազգին անիծելու, հայհոյելու։ Այնտեղ մարդիկ կան, որ օրինակ երկրաշարժ եղավ Թուրքիայում, ուրախացել էին, ասում էին մեկը 1000 դառնա, բայց չի կարելի։ Ասում էին Աստված մեկը 1000 դարձնի։ Աստծո համար մենք բոլորս արարչի համար մենք հավասար ենք։ Ինքը մեկին չի նայում լավ աչքով, մեկին վատ աչքով։ Ֆարտունան արձանը տեսել ես, չէ՞։ Իմ սիրած արձանն է։ Ֆարտունայի աչքերը փակ է, կապած է։ Ինչի համար է, որտեղ ֆարտունայի համար բոլորը մեկ են։ Այո։ Դու հարուստ ես, աղքատ ես, կին ես, տղամարդ ես, ինքը արդարության կողմն է։ Այո։ Նույնն էլ են դատարանները մոռանում են տան կշռքա։ Ֆեմիդա Աստվածը։ Նույնն էլ ինքն է այտենց աչքերը փակ, որ իր համար մեկ է։ Այնտեղ ինքը Բայց դատավորի համար մեկ արձանը դրել է կողքը ու ինքը խափում է։ Ոնց որ մեր 3 դատավոր։ Դե փողին զոհ են գնում, կեսից շատը։ Մեր 3 դատավոր, որոնց վախացրել են, իրանք որոշումը հերքել են, որ այդ օրվանից իմ տղային վատացավ ու իրանց վրա իմ տղայի մահը ծանրացել է։ խղճին նստած է։ Ես քեզ խնդրում եմ, այն մամաները, որ երեխեք են կորցրել, շատ լավ բառ չի, որտեղ կորուս ասել է։ Լավ բառ չի ինքը։ Խորհուրդ տուր։ Միակ բանը, որ կարամ ասեմ, իրանք թող աղոթեն իրանց երեխեքի հոգու համար, թող իրանց երեխեքի հետ շատ խոսան, հաստատ իրանց երեխեքը, որ վերևից նայեն, իրանց մամաները անիծում են, այդքան անդադ լացում են, փորձում են ինչ-որ մուր հանեն կոպիտ ասած, իրանք իրաց լավ չեն զգալու դրանից։ Թող իրանք բաց թողեն, հանգիստ թողեն, ինչքան հանգիստ թողեն, այնքան ավելի լավ, այնքան իրանց երեխեքի հոգին խաղաղ կլինի, բայց ինչքան իրանք լացում են, տառապում են, տանջվում են, անեծք են տալիս, իրանց երեխեքի հոգիները հանգիստ չի լինելու։ Պետք է հոգուն հանգիստ թողեն։ Ու որ այդ մամաները թող այդքան իրար հետ չշփվեն։ Եթե շփվեցիր երկու հոգի լացող մարդու հետ, երրորդը դառնում ես դու։ Շրջապատն էլ շատ մեծ դեր է խաղում։ Այ այդ առումով եմ ասում։ Կամ եթե շփվում են, բայց չեն կարա, որտեղ հոգին իրանց լացում է մամաների, չեն կարա։ Խորհուրդ տալը հեշտ է կողքից, բայց իրանք պետքա ուժ գտնեն իրանց մեջ ու փորձեն շատ բաներ փոխեն գոնե։ Որպեսզի իրանք չհիվանդանան, իրանք հիվանդանում։ Իրանք չհիվանդանան, իրանց ընտանիքը չտուժվի, այդքան լացելուց, անիծելուց ընտանիքը լցվում է նեգատիվով, իրանք տան մեջ են անիծում։ Հիմա մի հատ բան եմ քեզ ասում, հենց այս աղջկա, որտեղ ին վրան ազդել է շատ, երիտասարդ է։ Իր տղան այդ 20 թվականին է հայտնի չի ուրա։ Ու հետո ամուսինն է տանը նստած ինսուլտ խփել։ Ինքը մենակ է։
երիտասարդ է։ Ու հիվանդ է։ Ատա տեղ է խմում։ Ինքը ասում է, որ շփվում է այդ բոլոր ծնողներով իրար հետ շփվում են, սպասում են ինչ-որ պատասխանի։ Ու ես որ նշաններն եմ հարցրել բոլորը իրանց ընտանիքի անդամների, կարիճ կույս։ Սինտեզ է գնում։ Ինչ անի այդ կին, ինչի է տենց։ Դու կարաս ինձ պատասխանես, բոլորին իհարկե, որ ինչի համար են այդքան վատ բաներ լինում, ինչ-որ մի ընտանիքին իրար հետև անդադ տանախորժություններ են գալիս։ Որովհետև անդադ լացը բերում։ Անընդհատ լացը բերում է լաց։ Այդ գիտենք տենց է, հիմա ասենք մի ընտանիքա երեխա է ունենում կինը, վիժում կորցնում է, հետո լինում է քանի տարի ասում է դժվարությամբ, ունենում է, հետո ամուսինը լավ չի, հետո փող այդքան աշխատում են չի երևում, անդադ անհաջողություն։ Եթե անընդհատ այդ դեպքերն է, ուրեմն ստեղ կամ կա մոգական աշխատանք, կամ կա անեծք, որը գալիս է պապենական, կամ եթե շատ է լինում վիժումներ, ուրեմն տվյալ կինը նախորդ կյանքում աբորտներ շատ է արել։ Աբորտները։ Հա։ Մենք եթե այս կյանքում անում ենք սխալներ ու այդ սխալներից դաս չենք քաղում, մյուս կյանքում դրանց համար պատասխան ենք տալու։ Մեր ժողովուրդը այս կյանք չգիտի։ Կներեք, սխալները, որ մարդիկ անում են, դա վատ չի, մարդ պետք է անի, որ հասկանա սխալը։ Դու պետք է սխալվես, որ քո սխալը ուղղես ու շարժվես առաջ, բայց երբ որ սխալ ես անում ու շարունակում ես անդադար սխալներ անել, դա դառնում է կարմա ու դու մյուս կյանքում պետք է դրա բեռը տանես քո ուսերի վրա։ Հիմա էլի մի կարևոր բան եմ ուզում ասեմ, լուրջ բան է։ Ես ունեմ այդ բոլորի պատասխանը, աստրոլոգիայով իհարկե, բայց ուզում եմ դու էլ քո մասնակից, ինչի մեր հայ ժողովրդին այս տեսակ ցավեր է լինում։ Տարիներ, հենց երկրաշարժից կանք 88 թվական, երկրաշարժ Ղարաբաղյան պատերազմ, ինչքան կարճ է։ Ժողովուրդը սով, լույս չկա, գազ չկա, քարտային սիստեմ, ցուրտ, մարդիկ իրաց պարկետը պոկում են, վառում են, որ չհիվանդանային, բայց հարսանիք էին անում։ Զակատ էին անում։ Շատ բաներ էին անում։ Բայց իրանք դիմադրում էին, պայքարում էին, այդքան չէին նստում, չէին լացում, չէին անեցում մեկը մյուսին չէին տրտնջում։ Դրա համար կարում էին առաջ գնային մարդիկ, թեկուզ այդ սովին դիմացավ, չէ՞ հայ ժողովուրդը։ Դիմացավ սովին։ Բա ո՞նց դիմացավ։ Ո՞նց դիմացավ, ու Ղարաբաղցին չի դիմանում։ Ու եկել է մեր հրապարակի մեջտեղը մեր ժողովրդին անիծում է։ Հայաստանցիք շատ լավ վերաբերվում են։ Ես այն պատերազմի տարին 92-3 տղաս այդ ժամանակ այդտեղ եղել էինք ամուսնուս հետ, անդադ այնտեղ են ասում ինչ ռիսկ ես անում, գնում ես, չգիտեմ, գնում են։ Ամեն ինչին ծանոթ եմ այնտեղի բանի Ղարաբաղի։ Բայց հիմա կան մարդիկ, որ չեն դիմանում։ Ամեն ինչ անում են հայաստանցին Ղարաբաղցու համար։ Այնտեղ իմ ձերքից հեռախոսը սոտովին դերից եմ առել, այստեղ չկար Երևանը։ Ու լավ էլ աշխատավարձներ ունեն։ Բոլորն էլ լավ։ Հիմա մարդիկ եկել են այստեղ, կան շատերը տուն են առել, աշխատանք ունեն, հնդիկներն են եկել աշխատում, մեր հայտարարք չեն աշխատում։ Էդ էլ իր հերթին։ Հիմա մի բան եմ ուզում այստեղ ասեմ, սա քաղաքական չի, ուղղակի կարծիք եմ ուզում ու պատասխան եմ ուզում։ Կառավարությունը այդ Ղարաբաղից եկած ժողովրդին բավականին ֆինանսական օգնություններ է տվել, ես տեղյակ եմ։ Բայց էլի գոհ չեն մեծամասնությունը։ Դժգոհ են ու ինչն է ցավը։ Այնտեղ բազմազավակ են, այն մեր երեխեն խնդիրներ ունի, այդից տաքսիստն է պատմում։ Կոտաղած էր պատմում։ Միլիոն ինչքան գումար են իրան տվել այդ երեխու համար։ Այս մարդը այդ փողը վերցե գնաց է խաղացել է։ Ու խմում է։ Ու խմում է։ Հետո իրանց քարտեր են տվել, որ իրան գնան, չգիտեմ, հեռուստացույց առնեն, թե սառնարան առնեն, ինչ անեն։ Այս կինը, էդ էլ են մեկել նայց պատմում, այս կինը գնացել առել է, հետո վաճառել է,
Հետո գնացել է այդ օֆիսը, ասել է իմ պայուսակը ավտոբուսի մեջ կողացել են, քարտը մեջն եղել, էլ ինձ տվեք, էլ են իրան տվել։ Շատ ագահ, ոչ բոլորը, բայց մեծամասնությունը շատ ագահ են։ Մենք որ Ղարաբաղում ենք այդ տղաս, որ ծառայում էր այդ ժամանակ, իրանց կոմանդիրը տանն էինք։ Այդ կինը սեղանա գցե ու մեզ ինչ ասի։ Մենք շատ լավ այստեղ ապրում ենք ադրբեջանցիք է, դուք հայերը տեկաք մեզ հայաստանցիք եք։ Եկաք սա խառնեցիք իրար։ Ու իր տան այնտեղ անկյունում լիքը սենց գորգեր էր դրած, ասի այսքան ինչ չի կառել։ Ես եմ ասում, ես չեմ առել։ Ամուսնանուն է տալի, որ ինքն է թուրքի տնից բերել։ Դե եթե այդքան լավ ապրում են, թող հիմա էլ ապրեն։ Եթե այդքան լավ ապրեն։ Հիմա սա բամբասանք չի, սա ես պատասխան եմ ուզում։ Պատասխան եմ իրակ ուզում ու ես շատ իմ մտերիմներին պատմել եմ ինչ որ ասում եմ ու հիմա էլ ինչա կատարվում, հետո ես 27-ի դեպք հրաշալի Կարեն Տեմիրճյան, վայ։ Այդ ես գիտեմ այդ պատմությունը ոնց է եղել, սա աստրալոգիայով գիտեմ ամենը, այդ էլ հետո ապրել թե մարդ, այդ էլ զոհեր էլի նորից էլի դավաճանություններ, հետո 20 թվական, հետո կորոնա, ամեն ինչ Հայաստան, հետո դեպետը գժվեց դուրս եկավ ափերի ծաղագին բաներ փչացեց, այդ դեպետն էլ հենցն չի, որ ինքը գիժա, չէ, Թումանյանի ասած, հենցն չի, որ սենց մաքրեց ինչքան ախուզիբիլ դուրս եկավ, ոչ մի բանը մեր հայոց բնական աշխարհում ոչ մի բանը հենց այնպես չի, ու հիմա դուրս են եկել բոլորը մեյդան, անիծում են, խոսում են, փնովում են, եկեղեցում պատարակ են անցկացնում պասի մեջ, այնտեղ իրար քաշքշում են, տպիրը սուրբ սեղանից իջնում է, գալիս է, այնտեղ իրար քաշքշում, ծեծում են։ Այս ինչի է այս ամեն ինչը մեր Հայաստանի վրա լինում։ Ու մենք էլ քրիստոնեություն ընդունած երկիր ենք համարվում։ Սրանց վերջը գալու է, թե ոչ։ Դե բնականաբար ինչ ունի սկիզբ, ունի նաև ավարտ։ Իհարկե կաթիլ-կաթիլ է մաքրվում այս պղտոր ջուրը, բայց մաքրվում է։ Միանգամից չի մաքրվի։ Կաթիլ առ կաթիլ։ Ինչ է Հայաստանի վրա այսպես բաներ կատարվում։ Դրա միակ մեղավորը մենք ենք, ուրիշ ոչ մեկ չի։ Ես որ այսքան բաները պատմեցի, այդ եմ ասում, այդ մեր հայերն ենք, չէ՞ որ անում ենք։ Միակ մեղավորը մենք ենք։ Եթե մենք քիչ լացենք, քիչ տրտնջանք, քիչ անիծենք, քիչ մեր քիթը մտցնենք ուրիշի անձնական կյանք, զբաղվենք մեզանով, աշխատենք, լինենք նպատակասլաց առաջ գնանք, համախմբվենք, այս պատկերը հաստատ չի լինի։ Մի բան եմ ուզում ասեմ։ Հիմա չգիտեմ մեր տնօրինությունը կընդունի սրանք, բայց ուզում եմ ասեմ։ Ասեք։ Բայց իրանք այնքան լավն են, ես այնքան այստեղ սիրում ընդունում եմ, որ ամեն ինչ բացահայտ ես խոսում եմ։ Երկրաշարժից հետո, որ հետո Ռոբերտ Քոչարյանը դառավ նախագահ մեր երկրի, ես շատ եմ հիշում ու հավանում եմ իջարս այս տղամարդ։ Ասեց հերիքա լացեք, հերիքա ողբակ, այդքան չեն ողբակ, բայց երկրաշարժ, պատերազմ, ժողովուրդը զոհեր, վիշտ, սով, ամեն ինչ, հերիքա մի հատ հավաքվեք իրար, ժողովուրդը սկսեց քննալ, այս ինչեր է խոսում, ինքը ինչից խաբար է, որ սենց բաներ է խոսում ժողովուրդը, ես ասում եմ ինքը ճիշտ ասում, ինչ ես իրան պաշտպանում, այմա ճիշտ բանն ասում ես, ասում եմ պաշտպանում, այդ մարդը ճիշտ է ասում, ասում է հերիքա ողբակ, հերիքա լացեք, հավաքվեք, գործ արեք։ Ախր լացնել պետք է ժամկետ ունենա, անդադար լացի մեջ լացա բերելու։ Հասկացանք, լացեցիր, պրծար, всё, գնա առաջ։ Այդքան լացի մեջ Բայց ինքը ասեց, ես 2 տարում Լեննականը կարգի կբերեմ, ինքը կպավ գործ, իրոք ինքը բաներ արեց, ընդդեմ Երևան ճանապարհ սարքեց, շատ բաներ արվեց, այդ մոռանալու չի։ Ոնց արեց, ինչ արեց, չգիտեմ։ Բայց հետո սկսեց տեսավ լավ բան է փող աշխատելը, լավ ապրելը, լավ բան է։ Հետո չգիտեմ ինչեր եղավ։ Բոլորս էլ գիտենք ինչեր եղավ, հիմա հարցը այդ չի ինչեր եղավ։ Ես ուզում եմ, որ հայոց աշխարհը էլ վիշտ չտեսնի, ու մամաները սուկ չտեսնեն, որ մամաներն իրանց երեխեքը որ ծնվեն առողջ լինեն ու շատ երեխաներ ունենան, ու ովքեր որ դրսում են գտնվում, հատկապես Ռուսաստանում, հենց եվրոպական երկրները թողենք, հատկապես Ռուսաստանի հայերը կուզենան, որ հետ գան։ Բայց ոչ թե որ դառել են նորիկախ, դրանք պետք չեն կան Հայաստան։ Այն իրանց երկինը, Հայաստան իրանցը չի։
Հայաստան իրանց երկիրը չի, որտեղ այստեղի ղադերը երևից սուտ հայրենասիրություն են խաղում, նրանք շուտ տված հայեր են։ Այն Վարդան Պետրոսյանը ասած պրակայերն են նրանք, որ կան Հայաստանը շենացնեն, որտեղ մենք ստե լավ հող ունենք։ Մեր ստեղ ամեն ինչը շատ լավն է, շատ լավն է։ Ղարաբաղը եղել է Հայաստանի, բայց Ղարաբաղը միշտ եղել է կռվախնձոր։ Միշտ եղել է գնդակի նման տշել են այս կոմենքում նորից էլի Ղարաբաղցին երբ որ դու ոնց ես տենց եմ գտնում երբ որ Ղարաբաղցու հողը լրիվ կմաքրվի այն դավաճաններից սրիկաներից թալանչիներից որ այնտեղի աշխատող ժողովրդին խաբել են թալանել են որ այնտեղի գեներալները մեր հայ տղաներին զինվորներին դարձել են իրանց տունը բանվոր շենքեր են սարքել երբ որ այդ տեսակ իրանց ոչինչ չմնաց ոչ այդ սալդատները կան, ոչ այդ շենքերը կան, բայց իրանք ստեղ Երևանում շենքեր ունեն։ Երբ որ այդ ամեն ինչը կմաքրվի, Ղարաբաղցին կգնա իր հողի վրա, որովհետև Ղարաբաղում կա ոսկի, այդ իրանց ցորենն է։ Ամենալավ ցորենն է, այնտեղ ոնց լավ հանքեր կա։ Ու Հայաստանը կլավանա, որտեղ Ղարաբաղը մեր երեխան է։ Հայաստանի երեխան է։ Տարիներ շարունակ Հայաստանն է Ղարաբաղը սնել։ Օգնություններ ուղարկել։ Էլ ինչ պետք է անեն, որ գոհելնեն։ Մեր ժողովուրդը ինքան մարդ կա Լեննականի Դոմիկին ապրում է, Ղարաբաղցիկին այդքան ապահոված է։ Իրանք ուրացող են, ոչ բոլորը, բոլորին չի վերաբերվում, բայց մեծամասամբ ուրացող են։ Ինչ է մեծամասամբ։ Մեծամասամբ ուրացող են, ոչ բոլորը, բայց Ով չգիտեմ, իրանք շատ են անիծում։ Հիմա ուզում եմ վերջնական մի լավ բան ասես Հայաստանի մասին։ Ինչ անենք, ոնց անենք, որ մեր ժողովուրդը լավ ապրի։ Բարի ապրի, բարի։ Ու բարիքը վերևից լցվում է։ Միակ բանը, որ մենք կարանք նախ ամենաառաջինը փոխենք, այդ մեր մտածելակերպն է։ Պետք է մեր նեգատիվ մտքերը մաքրենք։ Պետք է դադարենք մեկս մյուսի կյանքով հետաքրքրվելը, մեկս մյուսին փնովելը։ Չպետք է քիթներս մտցնենք ուրիշի անկողին, միջև էլ հասնում են մեր հայերը, կոպիտ ասած։ Եթե մենք այս ամեն ինչը դադարենք ու սկսենք իրոք զբաղվել մեզանով, մենք շատ առաջ կգնանք ու ամենակարևորը համախմբվել է մեզ պետք։ Որտեվ սա բաժանված են տարբեր կողմերի։ Սենց ցիրուցան ենք մենք եղել։ Առաջնային հերթին մենք պետք է եթե այս ամեն ինչը արեցինք, մեզ հաստատ ոչ մեկ չի կարող կոտրել։ Այսքան տարի կոտրել են, բայց էլի հայերը չեն կոտրվել։ Բայց դու երբևիցե մտածել ես Հայաստանի համար նայես ոնց կլինի։ Չեմ նայել ճիշտ ասած, եթե անկեղծ։ Անչի չես նայել։ Այդքան չեմ խորացել։ Եթե անգամ նայեմ ոնց կլինի, չի կարելի էդի բարձրաձայնել։ Արգելվում է։ Իսկ որ կենտրոնանացքում ես չես զգում մեր երկիրը։ Չէ, շատ լավ կլինի, մենք առաջ կգնանք, առաջ խաղացում կլինի։ Այդ եմ ուզում իմանալ։ Հողատարածքներ են քլը շատ հետ վերադարձնելու։ Լուրջ ես ասում։ Այդ ինչ գիտես, որտեվ ես դա գիտեմ, որ այդպես է, արդեն վախենում եմ ասել։ Իմ ընկերու հետ եմ ես նայել, Աստղաբանի իհարկե։ Իր հետ եմ որոշել ելույթի դուրս։ Ես նայել եմ մոտավորապես 3 տարածքների հետ են գալու շատ տարածքներ։ Մաս հետ ենք բերելու։ Ես 3 տարի առաջ եմ նայել այդ ամեն ինչը։ 3 տարի առաջ ու այդտեղից այս կողմ չեմ նայել ընդհանրապես։ Հա կարևորը տեսել ես, որ հետ է գալու։ Շատ մեծ առաջխաղացում է լինելու, լիքը տարածքներ հետ է գալու։ Ու ամենակարևորը, որ մենք այդ տարածքները հետ բերենք, պետք է կարողանանք պահենք։ Հա։ Ու ոնց պետք է պահենք համախմբվելով։ Այդ շատ լավ բան ասեցիր, Աստված վերևից ասում է, որ դու իմ ստեղծածը չես պահում, չես սիրում, ապա կանոնից ես կվերցնեմ կտամ նրան, ով որ ավելի ծաղկացնում է, տենց էլ արել։ Ու մեկ էլ դավաճանությունը պետք է վերացնենք այս ազգից։ Այդ շատ բարդ բան է։ Ամենադժվար բանն է դավաճանությունը։ Եթե եղավ փողը, այդ էլ կա բնականաբար։ Ես դրանց անուն դրել եմ գրոշամոլներ։ Ու մի քիչ պատմություն կարդան, այս լրագրողները թող ես չեմ ուզում ամեն մի տենց խոսացողին ասել վաճառված, ինձ էլ են ասում Նիկոլը փողատալ ապուշներ, ինչ ապուշ եք դուք, բայց ինչ խոսամ ես դրանց հետ, ով հենց մի բան խոսում ասում են վաճառված, ինչքան փող ա տվել, այդ էս չի մարդը կարծիքա հայտնում է, ինչ պատատել է, ինչ որ մեկի կողմը լինի, ես ոչ Նիկոլի բանին եմ մասնակցել, ինչ են, կուսակցության համագումարներին ինչ,
Լավ, եթե թեման չի հարց, այստեղ այնա որ դու նայել ես, ասել ես, որ Հայաստանում իրոք այդ մի բանը շատ ճիշտ էր, որ տարածքների վերադարձա լինելու։ Այո։ Ու Հայաստանը ծաղկունք է գնալու, այո, դրա համար մի լավ բան որ պետքա լինի, երեխան որ պետք է գա այս աշխարհ, այդ մաման ահա որ երկունքի ցավեր է տանում, ահա որ։ Մենք մամաներս կանայքս գիտենք, հետո դա մոռացվում է։ Այդ միակ ցավն է, որ մենք գիտենք, որ սարսափելի ցավ, մեջքդ կոտրվում ոնց որ մի բան ասած փոք է, այս երիկանների մոտ է։ Ու մոռացվում է։ Այդ է, բայց մարդը ճճում է, անգա, եկավ այս աշխարհի երեխան, ու շարունակում է։ Այդտենց էլ մեր Հայաստանի համար է, որ պետքա մի լավ բան լինի, այդպես տնքում է, ցավա տալի, 1000 բաներ է լինում, 1000 բաներ է լինում, ու ինքը գալու է, ծնվելու, այո, ծնվելու է։ Հայաստանը իրոք ծնվելու է, ու լավ է լինելու, մենակ են չար կողքից, որ անիծում են, աչքով են տալի, նախանձում են, տուկտուկիր են անում ինձ, որ ես չկարողանամ լավ ծննդա բերեմ, այդ դրանք պետք է վերանա։ Կվերանա։ Բնականաբար, իրանց ժամանակն էլ արդեն մոտենում։ Ինչ ունի սկիզբ, ունի մեկա վերջում ավարտ։ Եթե չարա, ինքը վերջում ավարտվելու է։ Մենք հա սպասում ենք երբ է լինելու դա, բայց այդքան հեռու չի։ Չէ, շատ հեռու չի։ Սարերի հետևում չի այդ օրը։ Հետո չմոռանանք, որ մենք ունենք Մասի սար, որը համարվում է, կոչվում է հանգած հրաբուխ։ Հանկարծ որ այդ հրաբուխը արթնանա, սա վարի կգնա։ Առաջինը պես Թուրքիան է դա։ Բայց ոչ մի երկիր պետություն չի վերանա, այդ որ ասում են Թուրքիան հիմա չի լինելու տենց։ Չկա տենց բան։ Ուղղակի փչոցներ են կոպիտ ասած։ Այնտեղ էլ է հիմա վատ վիճակ է, ջրհեղեղները, այնտեղ ալիվի վիճակն է լավ չի։ Այդ մեզ պետք չի, մենք ուրախանում ենք ուրիշի դժբախտությունների վրա, լավ բան չի դա։ Մենք ուրախանում ենք, դրա համար է թափվում է մեր գլխին այդ ամենը։ Վերջ։ Այսպես եկեք վերջացնենք։ Ես շատ ուրախացա նրա համար, որ ասացիր ինչ որ մենք կորցրել ենք հետա գալու։ Բնականաբար։ Ու Հայաստանը ծաղկելու է։ Մեր ուժը մեր միասնականության մեջ է, որ միշտ մեր բանն ասել։ Մեր ժողովրդի վատը իրար հետ չզրուցելն է, որ մենք պետքա եթե իրարից նեղացել ենք, վիրավորվել ենք, դու պետք է գաս, ասես ինչ եմ արել ես քեզ, հələ ասա։ Ու ես քեզ ասեմ, շորիդ գույնի դուրս չի գալիս։ Դու կասես, բայց դա քեզ խանգարում է։ Ասեմ, հա դե մի քիչ սենց արել, մի քիչ նենց արա։ Կընդունես, չէ, դել կասեմ, դա քո խնդիրն է։ Բայց քեն չքաշեմ։ Ու այն մարդիկ, ովքեր ում հաճելի չի, լավ չի, որ զգում ես իր էներգիան վատ է քո վրա ազդում, ով ուզում է լինի, հարազատը լինի անգամ, հետ կանգնի։ Բայց իր մասին ոչ չարախ, ուղղակի աղոթի, որ ինքը դարձի կա։ Այո։ Աղոթքը շատ հզոր բան է, շատ։ Շատ ինչքան աղոթքի զորությունը կա, այնքան անեծքին էլ կա։ Բայց մի օրհնանքը 2 թե 3 անեծք փակում է։ 3 անեծք փակում է։ Մի օրհնանքը, ստե որ օրհնվի։ Ինչ կլինի, որ մենք իրար անդադ լույսը բացի օրհնենք, շնորհակալ լինենք, որ ես շնորհակալ եմ ինառային, որ ես քեզ ճանաչել եմ։ Շնորհակալ եմ այստեղ աշխատակիցներին, որ իրանք թույլատրել են, որ մենք այստեղ նստենք, զրուցենք, sense բաներ ասենք։ Շնորհակալ ենք ես հրեշտակին, որ մեզ նվիրեց, այս ձվիկին, որովհետև մեր զատիկինն է, մեր բելոջկան մեզ բոլորիս նվիրեց, ուրախացրեց, շնորհակալ ենք այս ծաղիկներին, ամեն ինչի համար շնորհ ենք մենք, կանք, անում ենք, կալ, որ կալ են անում, ամեն ինչ շատ լավ է լինելու իրակ, մենակ մի քիչ համբերատար լինենք ու չդավաճանենք ու ագահ չլինենք, ու երեխաներ ունենանք, ընտանիքներ ունենանք, իրար սիրենք, քտներս է չխոթենք ոչ մեկի անձնական, որտեղ դա ոչ մեկի իրավունքը չի, Աստված բոլորիս հետ, մեր հայոց աշխարհին խաղաղություն թող լինի։ Այո։ Ու ամենակարևորը թող մեր հայ ազգը հասկանա, որ մենք չպետք է ոչ մեկից կախում ունենանք, մենք ենք մեզ օգնելու, ուրիշ ոչ մեկ։ Թող չսպասեն, որ Եվրոպան է գալու, հեսա այն մի երկիրն է գալու, մենք մեզ պետք է օգնենք։
Դա էլ է ճիշտ։ Ահա։ Ես էլ եմ դրան համաձայն, որ մենք մենակ ենք, որտեղ մենք մի հատ է հայ, յա, հայ, յա, այդ մենք ենք, հայ վայ են ասում միշտ, իրոք լավ կլինի, ես լավատես մարդ եմ, Բնականաբար, ինչքան լավատես լինեք, այնքան ավելի լավ կլինի։ այսքան է։